Նա համեստ հագուստով մտավ շքեղ շենք, ձեռքին ճաքած հեռախոսը, որի էկրանին մի էլեկտրոնային նամակ էր երում, նրան ծաղրի առարկա դարձրին։ Րոպեներով պարզվեց, որ այդ համեստ կինն իրականում ընկերության նոր սեփականատերն էր։ Եվ նրան հարմարած յուրաքանչյուր ոք ստիպված պիտի լիներ վերաիմաստավորել, թե իրականում ինչ է նշանակում իշխանություն։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք, թե որ քաղաքից եք մեզ դիտում, շարունակում ենք։ Ես խոստանում եմ, որ սա լինելու է լավագույն պատմությունը, որ երբեք լսել եք ձեր կյանքում։ Գլուխ 1 առավոտյան Արն արտացոլվում էր հյուսիսային պողոտայի երկնաքերերի հայելային ապակիներին, երանը վերածելով լույսի ու բետոնի խճանկարի։ Սովորական երեքշաբթի էր։ Առավոտյան ժամը 7-ից փողոցներն արդեն խցանված էին, գործարարները շտապում էին, ձեռքներին կաշվե պայուսակներ ու սուրճի թղթե բաժակներ, իսկ օդում կախված էր երբեք չքնող մայրաքաղաքի մշտական աղմուկը։ Այս ողջ իրարանցման մեջ Նարինե Սարգսյանն իջավ ավտոբուսից, զգուշորեն բռնած իր կտորե պայուսակի մաշված բռնակից։ Նա 42 տարեկան էր, բայց կյանքն իր դրոշմն էր թողել դեմքին, ինչի պատճառով մի քանի տարով ավելի մեծ էր թվում։ Նա նուրբ, փափուկ դիմագծեր ուներ, բայց շագանակագույն աչքերի խորքում չպատմված պատմություններ էին թաքնված։ Մուգ շագանակագույն մազերը հասարակ կոսով հավաքված էին, իսկ մի քանի անհնազանդ մազափունջ դուրս էր պրծել կողքերից։ Հագին բամբակյա սպիտակ բլուզ էր, որն այնքան շատ էր լվացվել, որ կարերի մոտ գործվածքը թեթակի դեղնել էր, ծնկներից ներկիչնող մոխրագույն կիսաշրջազգեստ պլաստմասե սանդալներ, որոնք յուրաքանչյուր քայլին թեթակի շրխկում էին։ Ուսին գցած էր այն գունաթափ կտորե պայուսակը, որը լավագույն օրերն արդեն տեսել էր։ Նարինեն կանգնեց մայթին, նայելով իր դիմացի շենքին։ Ավետիսյան գրուպ-ի շենքը թաղամասի ամենաշինություններից էր, 40 հարկ մքեցված ապակիներով պողպատե կառուցվածքով, իսկ վերում ոսկե տառերով փայլում էր կորպորացիայի անունը։ Մարդիկ անընդհատ մտնում ու դուրս էին գալիս գլխավոր նախասրահից, բոլորը անթերի կոստյումներով, անհատական կարով զգեստներով, կոշիկներով, որոնք հավանաբար ավելի թանկ արժեին, քան Նարինեի ամսական վարձը։ Նա խորը շունչ քաշեց, զգալով, թե ինչպես է սիրտը սեղմվում։ Դա վախ չէր։ Դա ավելի խորը մի բան էր, սուր գիտակցում, որ պատրաստվում է մտնել մի աշխարհ, որը միշտ իրեն անտեսանելիի տեղ է դրել։ Երբ լուսացույցը կանաչ վառվեց, նա անցավ փողոցը, զգույշ ու չափված քայլերով։ Քաղաքի եռուզեռը շարունակվում էր նրա շուրջը անտարբեր։ Փողոցային վաճառականները անկյուններում ջուր ու հյութեր էին վաճառում, մետրոյի մուտքի մոտ մի փողոցային երաժիշտ կիթառ էր նվագում, իսկ սրճարաններից եկող սուրճի բույրը խառնվում էր անցնող ավտոբուսների վառելիքի հոտին։ Նարինեն մոտեցավ շենքի մուտքին, ձեռքերը թեթակի քրտնել էին։ Ապակե դռների միջով նա տեսնում էր նախասրահը, ամբողջությամբ սպիտակ մարմարով պատված, բարձր առաստաղից կախված հսկայական ջահերով կենտրոնում մի մեծ շատրվանով, որտեղից ջուրը կասկադներով թափվում էր։ Երբ նա հրեց պտտվող դուռը ներս մտավ, կարծես մի ուրիշ տիեզերք տեղափոխվեց։ Օդորակիչն այնքան ուժեղ էր, որ նա անմիջապես սարսուռ զգաց թերին։ Քաղաքի աղմուկը խլացավ, փոխարինվելով անտեսանելի բարձրախոսներից հնչող մեղմ գործիքային երաժշտությամբ։ Նրա պլաստմասե սանդալների ձայնն արձագանքեց փայլեցված մարմարե հատակին, յուրաքանչյուր ձայն կարծես գոռում էր այդ տարածքում իր անպատշաճ ներկայության մասին։ Ընդունարանի սեղանը ձախ կողմում էր, մուգ փայտից գրանիտե սեղանածածկով երկար, կոր կառույց։ Դրա հետում երկու ընդունարանի աշխատակցուհի աշխատում էին նորագույն համակարգիչներով, երկուսն էլ անթերի մուգ կապույտ համազգեստով վզներին կարմիր մետաքսե շարֆերով։ Նարինեն մոտեցավ, փորձելով անտեսել, թե ինչպես երկու կանայք միաժամանակ բարձրացրին հայացքները մի ակնթարթում գնահատեցին նրան գլխից մինչ ոտք։ Ավելի մոտ կանգնած աշխատակցուհին, մոտ 30 տարեկան մի կին, բարդ սանրվածքով խարտյաշ մազերով անթերի դիմահարդարմամբ, թեթակի կիտեց հոնքերը։ Նրա անվանակարտի վրա գրված էր Արմինե Մելիքյան։ Նա անմիջապես ոչինչ չասաց, պարզապես շարունակեց նայել Նարինեին հետաքրքրության արամարանքի խառնուրդ արտահայտող հայացքով։ Բարձ ես, սկսեց Նարինեն, փորձելով ձայնը հաստատուն պահել։ Ես այսօր այստեղ հանդիպում ունեմ։ Արմինեն արագ հայացք փոխանակեց կողքին նստած գործընկերուհու, թանկարժեք շրջանակով ակնոցներով թխահեր Յուլիանա Սահակյանի հետ։ Այդ հայացքում մի բան կար, մի լուր հաղորդակցություն, որը Նարինեն լավ գիտեր։ Դա այն մարդու հայացքն էր, ով դատում է, ով արդեն որոշել է, որ դու այդ վայրին չես պատկանում, նախքան նույնիսկ կլսի, թե ինչ ունես ասելու։ Հանդիպում, կրկնեց Արմինեն, նրա ձայնը լի էր վատ թաքցրած թերահավատությամբ։ Ո՞մ հետ է հանդիպումը, տիկին։
Գործադիր տնօրինության հետ, պատասխանեց Նարինեն, պահպանելով քաղաքավարի տոնը։ Ես պաշտոնական հրավեր եմ ստացել էլեկտրոնային փոստով։ Գործադիր տնօրինության, կրկնեց Յուլիանան, նույնիսկ չփորձելով թաքցնել ծաղրական ժպիտը։ Տիկին, վստահ եք, որ չեք շփոթվել։ Գուցե ուրիշ հասցե եք փնտրում։ Նարինեն զգաց, թե ինչպես է այտերը կարմրում, բայց պահպանեց հանգստությունը։ Ոչ, հենց այստեղ է։ Հյուսիսային պողոտա, 2580 Ավետիսյան գրուպ ի շենքը։ Այդպես է գրված նամակում։ Արմինեն թատերական հոգոց հանեց, կարծես Նարինեն իր օրվա թանկարժեք ժամանակն էր խլում։ Իսկ ձեր անունը, խնդրում եմ։ Նարինե Սարգսյան։ Երկու աշխատակցուհիները նորից իրար նայեցին։ Արմինեն ինչ-որ բան հավաքեց համակարգչում, նրա մատները գրեթե ագրեսիվ արագությամբ սահում էին ստեղնաշարի վրայով։ Նրա աչքերը վազեցին էկրանով, ճակատն ավելի ու ավելի էր կնճռոտվում։ Այսօր տնօրինության օրակարգում Նարինե Սարգսյան անունով ոչ ոք չկա, հայտարարեց նա վատ թաքցրած բավարարվածության տոնով։ Կա, պնդեց Նարինեն, զգալով, թե ինչպես է հիասթափությունը սկսում քայքայել իր համբերությունը։ Ես նամակը 3 օր առաջ եմ ստացել։ Կարող եմ ցույց տալ։ Նա բացեց պայուսակը, փնտրելով հեռախոսը։ Հին սարք էր, 4 տարվա, էկրանի վերին աջ անկյունը ճաքած էր, պաշտպանված պլաստմասե թաղանթով, որն արդեն դեղնել ու եզրերից պոկվում էր։ Երբ հանեց այն պայուսակից, տեսավ, թե ինչպես Արմինեն նայեց սարքին վատ թաքցրած զզվանքի արտահայտությամբ։ Նարինեն բացեց հեռախոսը, մատները թեթակի դողում էին, երբ փնտրում էր Էլ-Փոստի հավելվածը։ Ինտերնետ կապը դանդաղ էր, նա ստիպված եղավ մի քանի տանջալի վայրկյան սպասել, մինչ էջը բեռնվեր։ Արմինեն Յուլիանան դիտում էին անհամբերության դաժան զվարճանքի խառնուրդով։ Վերջապես, նամակը հայտնվեց էկրանին։ Նարինեն շրջեց հեռախոսը, ցույց տալու համար։ Ահա, տեսնում եք։ Հրավեր գործադիր տնօրինության հետ հանդիպման։ Այսօր, առավոտյան ժամը 10-ին։ 40-րդ հարկ։ Արմինեն հպանցիկ նայեց ճաքած էկրանին, նույնիսկ չփորձելով իսկապես կարդալ բովանդակությունը։ Ցանկացած մարդ կարող է կեղծ նամակ ստեղծել, տիկին։ Այն, որ դա ձեր կոտրված էկրանին երում է, չի նշանակում, որ ճիշտ է։ Կեղծ չէ, բողոքեց Նարինեն, զգալով, թե ինչպես է վրդովմունքը բարձրանում կրծքում։ Պաշտոնական նամակ է։ Նայեք ուղարկողին։ Կորպորացիայի իրավաբանական բաժնից է։ Յուլիանան առաջ հակվեց, արմունկները հենելով սեղանին։ Տեսեք, տիկին, ընդունարանը չի կարող ցանկացած մարդու թույլ տալ բարձրանալ գործադիր հարկեր առանց հաստատման։ Եվ եթե դուք ցուցակում չկաք, ուրեմն չկաք։ Գուցե ավելի լավ է տուն գնաք։ Ստուգեք, արդյոք սխալմունք տեղի չի ունեցել։ Նարինեն բռունցքները սեղմեց։ Նա ծանոթ էր այս վերաբերմունքին, դրա տարբերակներին հանդիպել էր իր ողջ կյանքի ընթացքում։ Վերից վար նայող տոնը, այն ձև, որով մարդիկ նայում էին իրեն, կարծես ինքը մի անհարմարություն լիներ, մի անտեղի բան, որը պետք է հեռացվեր։ Բայց այսօր այլ էր։ Այսօր նա այստեղ լինելու պատճառ ուներ, օրինական, փաստաթղթավորված պատճառ։ Ես այստեղից չեմ գնա, ասաց նա, նրա ձայնը մի այնպիսի հաստատակամություն ձեռք բերեց, որ զարմացրեց նույնիսկ իրեն։ Քանի դեռ ինչ-որ մեկը պատշաճ կերպով չի ստուգել այս հրավերը։ Արմինեն բարձրացրեց հոնքերը, ակնհայտորեն վիրավորված տոնից։ Տիկին, ես անհարգալից վերաբերմունք չեմ հանդուրժի։ Եթե հիմա չհեռանաք, ստիպված կլինեմ անվտանգության ծառայություն կանչել։ Ուրեմն կանչեք, պատասխանեց Նարինեն, խաչելով ձեռքերը։ Բայց դրանից առաջ զանգահարեք տնօրինության քարտուղարություն։ Հարցրեք, արդյոք ժամը 10-ի հանդիպմանը Նարինե Սարգսյան անունով մեկին սպասում են։ Երկու աշխատակցուհիները իրար նայեցին, ակնհայտորեն անհանգստացած Նարինեի համառությունից։ Նրա կեցվածքում հիմա մի բան կար, մի վճռականություն, որը րոպեներ առաջ չկար։ Արմինեն նորից հոգոց հանեց, վերցրեց սեղանի հեռախոսը, հավաքեց ներքին համար։ Հաջորդած լռությունը լարված էր, ընդհատվելով միայն ֆոնային երաժշտությամբ նախասրահով անցնող այլ այցելուների կրունկների հեռավոր կտկտոցով։ Ալո, Վալերիա։ Ընդունարանից Արմինեն է, ասաց նա հեռախոսով, նրա ձայնը պրոֆեսիոնալ տոն էր ստացել, որը Նարինեի հետ չէր օգտագործել։ Կներեք անհանգստացնելու համար, բայց այստեղ մի կին կա, որը պնդում է, թե ժամը 10-ին հանդիպում ունի տնօրինության հետ։ Անունը Նարինե Սարգսյան է։ Կարող եք հաստատել, նա ցուցակում կա։
Նարինեն հետում էր Արմինեի դեմքին, երբ նա լսում էր պատասխանը մյուս կողմից։ Տեսավ, թե ինչպես ինքնավստահ արտահայտությունը սկսեց տատանվել, աչքերը թեթակի լայնացան, բերանը բացվեց վատ թաքցրած զարմանքից։ Արմինեն նայեց Նարինեին, հետո Յուլիանային, հետո նորից Նարինեին, կարծես փորձում էր համադրել նոր ստացած տեղեկությունը իր դիմաց կանգնած մարդու հետ։ Այո, ասաց նա հեռախոսով, ձայնն այժմ ավելի ցածր էր։ Հասկանում եմ։ Այո, նա այստեղ է։ Հիմա կթույլատրեմ մուտքը։ Շնորհակալություն, Վալերիա։ Երբ նա դրեց հեռախոսը, օդում անհարմար լռություն կախվեց։ Արմինեն մաքրեց կոկորդը, խուսափելով Նարինեի ուղիղ հայացքից։ Ներողություն եմ խնդրում թյուրիմացության համար, Տիկին Սարգսյան, ասաց նա, հնարավոր էր զգալ ստիպողաբար ցուցաբերվող քաղաքավարության տակ թաքնված դժգոհությունը։ Կարծես մեր համակարգում սխալ է տեղի ունեցել։ Դուք, այո, ցուցակում կաք։ 40-րդ հարկ, գործադիր նիստերի դահլիճ։ Նարինեն դանդաղ գլխով արեց, թույլ չտալով, որ թեթացումը երա դեմքին։ Շնորհակալություն։ Արմինեն տպեց ժամանակավոր այցելուի անցաթուղթ, սպիտակ քարտ, վզից կախելու կարմիր ժապավենով։ Նա տվեց այն Նարինեին, մատներով հազիվ դիպչելով նրան, կարծես շփումը կարող էր ինչ-որ կերպ վարակել։ Օգտվեք աջ կողմի վերելակից, հրահանգեց նա, մատնացույց անելով փայլեցված պողպատից վերելակների շարքը։ Երբ հասնեք 40-րդ հարկ, քարտուղարուհին ձեզ կդիմավորի։ Նարինեն վերցրեց անցաթուղթը, կախեց վզից։ Զգում էր Արմինեի Յուլիանայի հայացքները, որոնք այրում էին մեջքը, մինչ նա քայլում էր դեպի վերելակները։ Այլ աշխատակիցներ այցելուներ անցնում էին նրա կողքով, ոմանք նրբորեն շեղում էին ճանապարհը, երբ նա մոտենում էր, կարծես նրա ներկայությունը մի խոչընդոտ լիներ, որը պետք է շրջանցվեր։ Նա հասավ վերելակին, սեղմեց կանչի կոճակը։ Լույսը վառվեց, նա սպասեց, ձեռքերը դեռ թեթակի դողում էին, բռնած պայուսակի բռնակից։ Վերելակի դռները մեղմ ձայնով բացվեցին, բացահայտելով հայելապատ ներսը, մուգ փայտե հատակով։ Նարինեն մտավ, մենակ, սեղմեց 40 թվով նշված կոճակը։ Դռները փակվեցին, նա տեսավ իր արտացոլանքը, բազմապատկված շուրջ բոլորը հայելիներում։ Ահա նա, իր հասարակ հագուստով, մաշված պայուսակով, գրպանում ճաքած էկրանով հեռախոսով, շրջապատված մի շքեղությամբ, որը կարծես ծաղրում էր իր ներկայությունը։ Վերելակը սկսեց բարձրանալ, Նարինեն մի պահ փակեց աչքերը, թույլ տալով իրեն խորը շնչել։ Հիշողությունները սկսեցին գալ, անխուսափելի, ինչպես միշտ լինում էր լռության պահերին։ Նա հիշեց այն գիշերը, 4 ամիս առաջ, երբ ամեն ինչ սկսվեց։ Տուն էր վերադառնում կենտրոնի գրասենյակային շենքում իր հավաքարարի հերթափոխից հետո, ոտքերը ցավում էին էժանագին կոշիկների մեջ, ուսերը լարված էին ժամերով հատակներ մաքրելուց զուգարաններ լվանալուց հետո։ Գրեթե կեսգիշեր էր, երբ նա տեսավ Աբովյան փողոցի մայթին ընկած տղամարդուն։ Նա կոստյումով էր, թանկարժեք կոստյումով, որի գործվածքի որակը Նարինեն կարող էր զգալ նույնիսկ փողոցի թույլ լուսավորության տակ։ Նա պառկած էր կողքի վրա, մի ձեռքը սեղմում էր կրծքավանդակը, դեմքը ծամածրված էր ցավից։ Մարդիկ անցնում էին նրա կողքով, ոմանք արագ շեղում էին հայացքը, մյուսները նույնիսկ չէին նկատում նրա ներկայությունը։ Մոտակա ռեստորանից դուրս եկող մի լավ հագնված զույգ հպանցիկ նայեց շարունակեց քայլել, ծիծաղելով միմյանց ասած ինչ-որ բանի վրա։ Նարինեն կանգ առավ։ Ոտքերը ցավում էին, մարմինը հոգնած էր, նա դեռ պետք է 2 ավտոբուս նստեր տուն հասնելու համար, որտեղ իր մայրը, Տիկին Սոնան, 15-ամյա որդին, Լոնը սպասում էին իրեն։ Բայց այդ ընկած տղամարդու մեջ մի բան կար, մի բան այն ձում, որով նրա մատները սեղմում էին կրծքավանդակը, այն դժվարության մեջ, որով նա շնչում էր, որը ստիպեց նրան գործել։ Նա ծնկի իջավ նրա կողքին, չմտածելով, որ մայթի կեղտոտ հատակը կկեղտոտի իր կիսաշրջած գեստը։ Պարոն, պարոն, ինձ լսում եք։ Ձեզ օգնություն է պետք։ Տղամարդը նայեց նրան ցավից ապակե դարձած աչքերով։ Սիրտս, հազիվ կարողացավ շշնջալ նա։ Սիրտս։ Նարինեն հանեց հեռախոսը, գրպանից զանգահարեց շտապօգնություն։ Խոսեց օպերատորի հետ, տվեց ճշգրիտ հասցեն, նկարագրեց ախտանիշները։ Մինչ սպասում էր շտապօգնության մեքենային, նա մնաց այնտեղ, բռնած տղամարդու ձեռքը, մխիթարական խոսքեր ասելով, որոնք նույնիսկ չգիտեր, թե որտեղից էին գալիս։ Ամեն ինչ լավ կլինի։ Օգնությունը գալիս է։ Դիմացեք։ Երբ շտապօգնությունը հասավ, բուժակները հարցրին, արդյոք նա հարազատ է։ Ոչ, պատասխանեց նա։ Բայց չեմ կարող նրան մենակ թողնել։
Կարող եմ հետը գալ։ Նրանք թույլ տվեցին։ Նարինեն բարձրացավ շտապօգնության մեքենան, դեռ բռնած այդ անծանոթի ձեռքը, զգալով նրա սեղմումը իր մատներին, մինչ մեքենան ճեղքում էր գիշերը դեպի հիվանդանոց։ Ընդունարանում նա սպասեց։ Սպասելու տրամաբանական պատճառ չկար, ոչ մի պարտավորություն։ Բայց նրա ներսում մի բան, որ միշտ եղել էր այնտեղ մանկուց, թույլ չէր տալիս նրան պարզապես հեռանալ։ Նա նստեց սպասասրահում իր հավաքարարի հագուստով, մինչ բժիշկներն ու բուժքույրերը գալիս ու գնում էին։ Գրեթե 4 ժամ անցավ, մինչ մի բժիշկ դուրս եկավ հարցրեց հարազատների մասին։ Նարինեն ոտքի կանգնեց, բացատրեց, որ պարզապես մի մարդ է, ով գտել է հիվանդին փողոցում։ Բժիշկը, միջին տարիքի մի տղամարդ, աչքերի տակ խորը ստվերներով, հոգնած գլխով արեց։ Նա սրտի սուր կաթված է տարել։ Կարողացանք կայունացնել վիճակը, բայց մազի վրա էր կախված։ Եթե մի քանի րոպե էլ ուշանայիք, չէր փրկվի։ Դուք նրա կյանքը փրկեցիք։ Նարինեն գլխով արեց, զգալով թեթացման ալիք։ Կարող եմ տեսնել նրան։ Նա հիմա քնաբերների տակ է։ Ավելի լավ է վաղը վերադառնաք։ Նա թողեց իր անունն ու հեռախոսահամարը հիվանդանոցի ընդունարանում գնաց տուն։ Հասավ, երբ առը սկսում էր ծագել, գտավ Լոնին արդեն արթուն, տատիկի համար նախաճաշ պատրաստելիս։ Որտե՞ղ էիք, մամ։ Անհանգստացել էի։ Նարինեն գրկեց որդուն, զգալով, թե ինչպես են մեղքի զգացումն ու սերը խառնվում կրծքում։ Կներես, սիրելիս։ Փողոցում վատացած մեկին օգնեցի։ Ստիպված էի նրա հետ հիվանդանոց գնալ։ Լոնը գրկեց նրան։ Դու շատ բարի ես, մամ։ Մի օր դա կպարգատրվի։ Նարինեն ժպտացել էր, շոյելով որդու մուգ մազերը։ Պարգատրման կարիք չկա, տղաս։ Ես արեցի այն, ինչ ճիշտ էր։ Բայց տղամարդը փնտրեց նրան։ 3 օր անց Նարինեն իր փոքրիկ խոհանոցում ամաններ էր լվանում, երբ լսեց դռան զանգը։ Ձեռքերը սրբիչով չորացրեց գնաց բացելու, զարմացած, քանի որ հազվադեպ էին հյուրեր ունենում։ Երբ բացեց դուռը, տեսավ կոստյումով տղամարդուն կանգնած այնտեղ, այժմ ոտքի վրա, դեմքի գույնը վերականգնված, ձեռքին ծաղիկների փունջ։ Նարինե հարցրեց նա, ձայնը մեղմ էր, բայց հաստատուն։ Այո, ես եմ։ Լավ եք։ Ձեր շնորհիվ, այո։ Կարող եմ ներս գալ։ Կցանկանայի անձամբ շնորհակալություն հայտնել։ Նարինեն բացեց դուռը, հանկարծակի անհարմարություն զգալով իր տան վիճակից։ Հյուրասենյակը փոքր էր, կարկատած բազմոցով, պլաստմասե սեղանիկի վրա հին հեռուստացույցով, պատերով, որոնք նոր ներկի կարիք ունեին։ Բայց տղամարդը ներս մտավ, առանց որևէ դատողության նշան ցույց տալու։ Ներկայացավ որպես Ալբերտ Ավետիսյան, այդ առաջին զրույցի ընթացքում Նարինեն իմացավ, որ նա երկրի խոշորագույն շինարարական ընկերություններից մեկի սեփականատերն է։ Նա նորից այցելեց նրան։ Եվ շարունակեց այցելել։ Գրքեր էր բերում Լոնի համար, ով սիրում էր կարդալ, բայց հազվադեպ էր գումար ունենում նորերը գնելու համար։ Մթերք էր բերում տիկին Սոնայի համար, ով տառապում էր արթրիտից դժվարանում էր տնային գործեր անել։ Զրուցում էր Նարինեի հետ կյանքի, արժեքների, այն մասին, թե ինչն է իսկապես կարևոր։ Ժամանակի ընթացքում այդ այցելությունները դարձան մի բան, որին բոլորը անհամբերությամբ սպասում էին։ Վերելակի կանգ առնելու ձայնը Նարինեին վերադարձրեց ներկա։ Դռները բացվեցին 40-րդ հարկում, բացահայտելով լայն միջանցք, բաց մարմարե հատակով, ազնիվ փայտով պատված պատերով թանկարժեք աբստրակտ նկարներով, որոնք կախված էին կանոնավոր ընդմիջումներով։ Առջում ավելի փոքր ընդունարանի սեղան կար, որտեղ մոտ 50 տարեկան մի կին, մոխրագույն մազերը կոսով հավաքած վզից շղթայով կախված ընթերցանության ակնոցներով, աշխատում էր համակարգչով։ Նա բարձրացրեց հայացքը, երբ Նարինեն մոտեցավ, ի տարբերություն ներքի հարկի աշխատակցուհիների, նրա հայացքը չեզոք էր, պրոֆեսիոնալ։ Բար ձեզ։ Դուք պետք է լինեք Նարինե Սարգսյանը։ Այո, ես եմ։ Կինը ոտքի կանգնեց, մեկնելով ձեռքը։ Ես Վալերիա Կոստանյանն եմ, գործադիր քարտուղարուհին։ Հանդիպումը շուտով կսկսվի։ Խնդրում եմ, հետեք ինձ։ Նարինեն սեղմեց առաջարկված ձեռքը, նկատելով ամուր, բայց քնքուշ սեղմումը։ Վալերիան նրան ուղեկցեց մեկ այլ միջանցքով, անցնելով մի քանի փայլատ ապակե դռների կողքով, որոնց վրա ցուցանակներ էին, նշելով տարբեր բաժիններ։ Վերջապես, նրանք կանգնեցին զանգվածային փայտից կրկնակի դռան դիմաց, ոսկեզօծ բռնակներով։
Վալերիան 2 անգամ թակեց բացեց։ Նիստերի դահլիճը հսկայական էր, հատակից առաստաղ ձգվող պատուհաններով, որոնցից բացվում էր Երանի համայնապատկերը։ Կենտրոնում երկար, վարդափայտից սեղան էր, շրջապատված կաշվե աթոռներով։ Սեղանի շուրջ արդեն 6 մարդ էր նստած, բոլորը թանկարժեք կոստյումներով, դիզայներական զգեստներով, բոլորը նայում էին դռանը հետաքրքրության, անհամբերության խառնուրդ արտահայտող հայացքներով։ Նարինե Սարգսյան, հայտարարեց Վալերիան, նրա ձայնը թեթակի արձագանքեց լայն տարածքում։ Նարինեն ներս մտավ, զգալով բոլոր հայացքների ծանրությունը իր վրա։ Դուռը նրա հետից մեղմ կտկոցով փակվեց, նա մնաց այնտեղ, մենակ, այդ մարդկանց դիմաց, ովքեր ակնհայտորեն պատկանում էին իրենից շատ տարբեր աշխարհի։ Մոտ 50 տարեկան մի տղամարդ, որը նստած էր սեղանի գլխին, հետ սանրված մոխրագույն մազերով, անթերի մուգ կապույտ կոստյումով, առաջինը խոսեց։ Նրա դեմքին անկեղծ շփոթության արտահայտություն էր։ «Կներեք», ասաց նա, կողքերը նայելով, կարծես սպասում էր, որ ինչ-որ մեկը բացատրի, թե ինչ է կատարվում։ «Թյուրիմացություն է տեղի ունեցել։ Մենք իրավաբանական գրասենյակից մեկին ենք սպասում»։ Նրա աջ կողմում նստած մի կին, պլատինե խարտյաշ մազերով կիպ կարմիր զգեստով, ծիծաղեց։ Կարճ, արհեստական ծիծաղ։ Գուցե նա սխալ տեղ է եկել։ Սիրելիս, հավաքարարների սենյակը նկուղային հարկում է։ Նարինեն զգաց, թե ինչպես է արյունը եռում, բայց պահպանեց չեզոք արտահայտությունը։ Ես Նարինե Սարգսյանն եմ։ Ինձ հրավիրել են այս հանդիպմանը։ Սեղանի գլխին նստած տղամարդը կիտեց հոնքերը։ Նարինե Սարգսյան։ Ես Նարինե Սարգսյան անունով ոչ ոքի չեմ ճանաչում։ Դուռը նորից բացվեց, մոխրագույն կոստյումներով 2 տղամարդ ներս մտան, ձեռքներին շագանակագույն կաշվե պայուսակներ։ Նրանցից մեկը, ավելի բարձրահասակ, մետաղական շրջանակով ակնոցներով, նայեց Նարինեին հպանցիկ գլխով արեց։ Ներողություն ուշացման համար, ասաց նա, դիմելով սենյակում գտնվող մյուսներին։ Խցանման հետ կապված խնդիր կար։ Ես փաստաբան Ֆերդինանդ Քոչարյանն եմ, Քոչարյան գործընկերներ գրասենյակից, իսկ սա իմ գործընկերն է, փաստաբան Ռիչարդ Մելիքյանը։ Մեզ նշանակել է պարոն Ալբերտ Ավետիսյանը, այս գործընթացը վարելու համար։ Լսելով Ալբերտի անունը, սենյակի մթնոլորտը անմիջապես փոխվեց։ Գործադիրները ուղղվեցին աթոռներին, արտահայտությունները դարձան ավելի լուրջ։ Սեղանի գլխին նստած տղամարդը ոտքի կանգնեց։ Փաստաբան Քոչարյան, ես Միքայել Ֆիդանյանն եմ, կորպորացիայի գլխավոր տնօրենը։ Մենք ձեզ էինք սպասում։ Բայց այստեղ թյուրիմացություն կա։ Այս կինը ներս մտավ, պնդելով, որ հրավիրված է։ Ֆերդինանդը նայեց Նարինեին, հետո Միքայելին։ Թյուրիմացություն չկա, պարոն Ֆիդանյան։ Տիկին Սարգսյանն իսկապես հրավիրված է։ Նա է այս հանդիպման գլխավոր պատճառը։ Հաջորդած լռությունը բացարձակ էր։ Բոլոր գործադիրները նայեցին Նարինեին ցնցման անհավատության խառնուրդով։ Միքայելը դանդաղ գլուխը թափ տվեց։ Ամբողջ հարգանքով, փաստաբան, սա ոչ մի իմաստ չունի։ Ֆերդինանդը բացեց իր պայուսակը, հանելով մի քանի փաստաթուղթ։ Շուտով իմաստ կունենա։ Խնդրում եմ, բոլորդ նստեք։ Մենք շատ բան ունենք քննարկելու։ Նարինեին ուղղորդեցին դեպի սեղանի մեջտեղում գտնվող ազատ աթոռը։ Նա նստեց, ձեռքերը դեռ բռնած պայուսակի բռնակից, գիտակցելով, որ բոլորի հայացքները դեռ իր վրա են։ Կարմիր զգեստով կինը ինչ-որ բան շշնջաց կողքին նստած տղամարդուն, երկուսն էլ ցածրաձայն ծիծաղեցին։ Նարինեն անտեսեց, կենտրոնանալով իր դիմաց թղթերը դասավորող փաստաբանի վրա։ Ինչպես բոլորդ գիտեք, սկսեց Ֆերդինանդը, նրա ձայնը պաշտոնական էր զուսպ, պարոն Ալբերտ Ավետիսյանը, այս կորպորացիայի հիմնադիրն ու սեփականատերը, 2 շաբաթ առաջ մահացավ։ Սեղանի շուրջ հարգալից շշուկ տարածվեց։ Նարինեն մի պահ փակեց աչքերը, զգալով, թե ինչպես է ծանոթ ցավը սեղմում կուրծքը։ Դեռ չէր ընտելացել այն մտքին, որ Ալբերտն այլս չկա։ Նրա այցելություններն այնքան մշտական, այնքան սպասված էին դարձել, որ նրա բացակայությունը հսկայական դատարկություն էր թողել։ Պարոն Ավետիսյանը շատ հստակ ցուցումներ է թողել իր ունեցվածքի ընկերության բաժնետոմսերի բաշխման վերաբերյալ, շարունակեց Ֆերդինանդը։ Այս ցուցումները բոլորը փաստաթղթավորված են նրա կտակում, որը փոփոխվել է նրա մահից 7 շաբաթ առաջ։ Կտակը վկայվել, նոտարական կարգով հաստատվել, գրանցվել է օրենքի բոլոր պահանջներին համապատասխան։ Միքայելը անհամբեր գլխով արեց։
Այո, փաստաբան, մենք բոլորս տեղյակ էինք, որ նա թարմացնում էր իր փաստաթղթերը։ Բայց դա ինչ կապ ունի այս կնոջ հետ։ Ֆերդինանդը ուղիղ նայեց Միքայելին։ Ամեն ինչով կապ ունի, պարոն Ֆիդանյան։ Համաձայն պարոն Ավետիսյանի կտակի, Նարինե Սարգսյանն այժմ Ավետիսյան գրուպ-ի բաժնետոմսերի 82%-ի սեփականատերն է։ Նա մեծամասնական բաժնետերն է։ Նա, բոլոր իրավական առումներով, այս ընկերության նոր սեփականատերն է։ Հաջորդած լռությունը խլացուցիչ էր։ Նարինեն հայացքը գամել էր սեղանի վրա դրված իր ձեռքերին, սպասելով փոթորկին, որը գիտեր, որ գալու է։ Եվ այն եկավ արագ ու կատաղի, անհավատ ծիծաղի, ցնցման բացականչությունների վրդովված բողոքների տեսքով, որոնք սկսեցին լցնել 40-րդ հարկի նիստերի դահլիճը։ Նարինեն խորը շունչ քաշեց, պատրաստվելով։ Ճակատամարտը նոր էր սկսվում։ Գլուխ երկու սենյակը պայթեց իրար խառնված ձայներից։ Միքայել Ֆիդանյանն այնքան կտրուկ ոտքի կանգնեց, որ աթոռը քիչ մնաց շուռ գար։ Անհեթեթություն է։ Վիրավորանք։ Սա բացահայտ խարդախություն է։ Կարմիր զգեստով կինը, որի անունը, ինչպես Նարինեն հետագայում պիտի իմանար, Հելենա Կարապետյանն էր, ֆինանսական տնօրենը, ծիծաղեց ծաղրի վրդովմունքի խառնուրդով։ Դուք իսկապես սպասում եք, որ մենք հավատանք դրան, որ պարոն Ավետիսյանը, տասնամյակների փորձով կայսրություն կառուցած մարդը, ամեն ինչ կթողնի մի լիովին անծանոթ կնոջ։ Ֆերդինանդ Քոչարյանը պահպանեց հանգստությունը, նրա ձայնը սուրի պես կտրեց քաոսը։ Ես հասկանում եմ բոլորիդ ցնցումը, բայց այստեղ խարդախություն չկա։ Ամեն ինչ արվել է օրենքի համաձայն։ Ես ունեմ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։ Ավելի երիտասարդ մի տղամարդ, մոտ 35 տարեկան, հետ սանրված մուգ մազերով վառ կարմիր փողկապով, ձեռքով հարվածեց սեղանին։ Ես Գագիկ Նավասարդյանն եմ, գործառնությունների տնօրենը։ Ես 12 տարի աշխատել եմ պարոն Ավետիսյանի հետ։ Նա երբեք չի հիշատակել այս կնոջը։ Ինչպես է հնարավոր, որ նա իր ընկերությունը թողնի մեկին, ում այստեղ ոչ ոք չի ճանաչում։ Ռիչարդ Մելիքյանը, երկրորդ փաստաբանը, բացեց իր պայուսակը, սկսեց փաստաթղթեր հանել։ Պարոն Ավետիսյանն իր պատճառներն ուներ, նա դրանք մանրամասն փաստաթղթավորել է։ Մենք այստեղ ունենք ոչ միայն ստորագրված վկայված կտակը, այլ անձնական նամակ, որտեղ բացատրվում են նրա պատճառները, բժշկական եզրակացություններ, որոնք հաստատում են նրա լիարժեք մտավոր կարողությունը կտակը փոփոխելու պահին, նույնիսկ տեսագրություն, որտեղ նա բացատրում է իր որոշումը։ Միքայելը մեղադրական մատը թափահարեց Նարինեի ուղղությամբ, որը շարունակում էր նստած մնալ, ձեռքերը դեռ պայուսակը գրկած։ Նա շահամոլ է։ Հավանաբար մանիպուլյացիայի է ենթարկել հիվանդ, խոցելի մարդուն։ Սա հարկադրանք է, անպատշաճ ազդեցություն։ Նարինեի ներսում ինչ-որ բան կոտրվեց։ Իր ողջ կյանքի ընթացքում նա գլուխը կախել էր, ընդունել վիրավորանքները, կուլ տվել նվաստացումները, որովհետև աշխատանքի կարիք ուներ, գոյատելու կարիք ուներ, իր ընտանիքը պաշտպանելու կարիք ուներ։ Բայց այնտեղ, այդ սենյակում, երբ այդ մարդիկ իրեն մեղադրում էին սարսափելի բաների մեջ, ինչ-որ բան փոխվեց։ Նա ոտքի կանգնեց, աթոռը սահուն հետ գնաց։ Ես ոչ ոքի մանիպուլյացիայի չեմ ենթարկել, ասաց նա, նրա ձայնը թե դեռ հանգիստ, մի այնպիսի հաստատակամություն ուներ, որը ստիպեց մի քանի հոգու լռել։ Ես փրկել եմ մի մարդու կյանք, որը մահանում էր, մինչ ձեզ նման մարդիկ անցնում էին նրա կողքով, նույնիսկ չնայելով։ Հելենան աչքերը տնկեց։ Իհարկե։ Պատմության հերոսուհին։ Ինչքան հարմար։ Նարինեն ուղիղ նայեց նրան։ Երեքշաբթի կեսգիշեր էր։ Ես վերադառնում էի աշխատանքից, որտեղ 8 ժամ մաքրել էի զուգարաններ լվացել հատակներ։ Ոտքերս ուռած էին, մեջքս ցավում էր, ես դեռ 1 ժամից ավելի ճանապարհ ունեի մինչ տուն։ Երբ տեսա Աբովյան փողոցի մայթին ընկած մի մարդու, որը սեղմում էր կուրծքը չէր կարողանում շնչել, ես կանգ առա։ Ոչ թե որովհետև ինչ-որ պարքի էի սպասում։ Ոչ թե որովհետև գիտեի, թե ով է նա։ Ես կանգ առա, որովհետև նա օգնության կարիք ունեցող մարդ էր։ Գագիկը խաչեց ձեռքերը։ Եվ դա քեզ արժանի է դարձնում միլիարդների բաժնետոմսեր ստանալու։ Խնդրում եմ։ Ինձ ոչինչի արժանի չի դարձնում, պատասխանեց Նարինեն, ձայնն ուժգնանում էր։ Բայց ըստ երույթին, պարոն Ալբերտի համար դա ցույց տվեց մի բան, որը նա այլևս չէր գտնում իր շրջապատի մարդկանց մեջ։ Մարդկայնություն։ Միքայելը ձեռքով հարվածեց սեղանին։ Սա ծիծաղելի է։
Պարոնայք փաստաբաններ, ամբողջ հարգանքով, ես այս կտակը վիճարկելու եմ դատարանում։ Ակնհայտ է անպատշաճ ազդեցությունը, հարկադրանքը, խոցելի անձի շահագործումը։ Ֆերդինանդը հոգոց հանեց, կարծես հենց այս արձագանքին էր սպասում։ Պարոն Ֆիդանյան, դուք լիովին իրավունք ունեք վիճարկելու։ Բայց պետք է զգուշացնեմ, որ դա լինելու է շատ թանկ, անկեղծ ասած, անհնարին իրավական պայքար։ Մենք անթերի փաստաթղթեր ունենք։ Բայց եթե պնդում եք, կարող եմ հենց հիմա ցույց տալ այն տեսագրությունը, որը պարոն Ավետիսյանը արել է, հատուկ կանխատեսելով այսպիսի արձագանք։ Նա պայուսակից հանեց նոութբուք, բացեց այն, սկսեց ինչ-որ բան կարգավորել էկրանին։ Սարքը միացրեց սենյակի առաստաղին տեղադրված պրոյեկտորին, վայրկյաններ անց պատուհանների դիմացի սպիտակ պատին հայտնվեց Ալբերտ Ավետիսյանի պատկերը։ Նարինեն զգաց, թե ինչպես սիրտը սեղմվեց, նորից տեսնելով նրա դեմքը։ Նա ավելի նիհար էր, քան վերջին այցելությունների ժամանակ, մաշկը գունատ էր, բայց աչքերը դեռ փայլում էին այն սուր խելքով, որը Նարինեն սովորել էր հարգել։ Իմ անունը Ալբերտ Ավետիսյան է, ձայնագրված ձայնն արձագանքեց սենյակում, պարզ հաստատուն, չնայած տեսանելի ֆիզիկական թուլությանը։ Ես այս ձայնագրությունն անում եմ սեպտեմբերի 23-ին իմ փաստաբաններ Ֆերդինանդ Քոչարյանի, Ռիչարդ Մելիքյանի, իմ անձնական բժիշկ Հենրիկ Սիլվանյանի ներկայությամբ, ով կարող է հաստատել, որ ես լիովին տիրապետում եմ իմ մտավոր ունակություններին։ Գիտեմ, որ իմ որոշումը ցնցում զայրույթ կառաջացնի, հատկապես նրանց շրջանում, ովքեր միշտ հավատացել են, որ այս ընկերությունը, որը ես կառուցել եմ 40 տարվա ընթացքում, կժառանգվի իրենց կողմից։ Էկրանին Ալբերտը հարմարվեց աթոռին, դժվարությամբ շունչ քաշեց, նախքան շարունակելը։ Տարիներ շարունակ ինչ-որ բան կառուցեք, կսկսեք հավատալ, որ ճանաչում եք ձեր շրջապատի մարդկանց։ Ձեր գործադիրներին, ձեր տնօրեններին, նրանց, ում դուք առաջ եք քաշել, ում վստահել եք։ Բայց ճշմարտությունը, այն ճշմարտությունը, որը ես շատ ուշ սովորեցի, այն է, որ նրանցից շատերը հետաքրքրված էին միայն նրանով, թե ինչ կարող են շահել։ Աշխատավարձի վրա հիմնված հավատարմություն։ Իշխանական դիրքերով պայմանավորված հարգանք։ Հելենան գունատվել էր, մատները սեղմում էին սեղանի եզրը։ Միքայելը նայում էր էկրանին աճող զայրույթի արտահայտությամբ։ Գագիկի շուրթերը սեղմված էին բարակ գծով։ 4 ամիս առաջ ես սրտի սուր կաթված տարա, շարունակեց Ալբերտը։ Վերադառնում էի գործնական ընթրիքից, քայլում էի Աբովյան փողոցով, որովհետև վարորդս այդ օրը շուտ էր գնացել։ Կրծքավանդակի ցավը հանկարծակի սկսվեց, այնքան ուժեղ, որ ես ընկա հենց այնտեղ, մայթին։ Հիշում եմ, որ տեսնում էի մարդկանց, որոնք անցնում էին իմ կողքով։ Լավ հագնված զույգեր, որոնք դուրս էին գալիս ռեստորաններից, գործարարներ իրենց կաշվե պայուսակներով, բոլորը շտապում էին, բոլորը չափազանց զբաղված էին կանգ առնելու համար։ Օգնություն խնդրեցի, բայց ձայնս հազիվ էր դուրս գալիս։ Եվ նրանք շարունակում էին քայլել։ Նարինեն փակեց աչքերը, հիշելով այդ գիշերը։ Հիշողությունն այնքան վառ էր, որ կարող էր զգալ մայթի սառնությունը ծնկների տակ, լսել երթեկության հեռավոր ձայները, տեսնել Ալբերտի գունատ, ցավից ծամածրված դեմքը։ Հետո մի կին կանգ առավ, ասաց ձայնագրված ձայնը, խոսքերում հստակ հուզմունք կար։ Մի կին, հասարակ հագուստով, ակնհայտորեն հոգնած աշխատանքից, ուսին մաշված պայուսակով։ Նա առանց վարանելու ծնկի իջավ իմ կողքին։ Շտապօգնություն կանչեց, բռնեց ձեռքս, մխիթարական խոսքեր ասաց։ Իմ հետ եկավ հիվանդանոց ժամերով սպասեց, մինչ բժիշկները հաստատեցին, որ ես կայուն վիճակում եմ։ Նա չգիտեր, թե ով եմ ես։ Դա անելու ոչ մի պատճառ չուներ, բացի նրանից, որ դա ճիշտ արարք էր։ Էկրանին երաց, թե ինչպես է Ալբերտը ձեռքի թիկունքով սրբում աչքերը։ Նարինեն զգաց, որ իր սեփական արցունքները սպառնում են թափվել, բայց զսպեց դրանք։ Երբ օրեր անց գնացի նրան փնտրելու, շնորհակալություն հայտնելու, ես ծանոթացա նրա կյանքին։ Նարինե Սարգսյան, 42 տարեկան, գիշերային հավաքարար, դեռահաս որդու միայնակ մայր, արթրիտով տառապող տարեց մոր խնամակալ։ Ապրում էր Մալաթիա Սեբաստիայում գտնվող համեստ տանը, աշխատում էր գիշերային հերթափոխով, որպեսզի կարողանար վճարել հաշիվները։ Բայց երբ ես մտա այդ տուն, զգացի մի բան, որը վաղուց չէի զգացել։ Ջերմություն։ Ոչ այն ջերմությունը, որը փողով կարելի է գնել, այլ իսկական բարության, դժվարությունների պայմաններում պահպանված արժանապատվության ջերմությունը։ Սեղանի շուրջ նստած գործադիրները հիմա լուռ էին, ոմանք խուսափում էին նայել էկրանին, մյուսները դիտում էին անորոշ արտահայտություններով։ Նարինեն նայեց իր ձեռքերին, հիշելով Ալբերտի այցելությունները։
Ինչպես էր նա նստում իրենց հին բազմոցին, սուրճ խմում իրենց կոտրված բաժակներից, զրուցում Լոնի հետ գրքերի երազանքների մասին։ Ինչպես էր օգնում տիկին Սոնային խաչբառեր լուծել, համբերատար լինելով նրա երբեմն դավաճանող հիշողության նկատմամբ։ Ինչպես էր ժպտում մի իսկական ժպիտ, որը լուսավորում էր նրա հոգնած աչքերը։ Ես սկսեցի պարբերաբար այցելել նրան, ասաց Ալբերտը ձայնագրության մեջ։ Եվ յուրաքանչյուր այցելության ժամանակ մի բան էի սովորում։ Սովորեցի, որ իսկական հարստությունը բանկային հաշիվներում չէ։ Սովորեցի, որ իսկական հաջողությունը չի չափվում բաժնետոմսերով կամ սեփականությամբ։ Ես տեսա մի կնոջ, որն աշխատում էր օրական 12 ժամ, հոգնած տուն էր վերադառնում, բայց դեռ ուժ էր գտնում օգնելու որդուն տնային աշխատանքների հարցում, կերակուր պատրաստելու մոր համար, բարի լինելու հարանների հետ։ Ես տեսա մեկին, ով դառնալու բոլոր պատճառներն ուներ, բայց ընտրել էր կարեկից լինել։ Նա դադար տվեց, դժվարությամբ շունչ քաշելով։ Տեսախցիկը թեթակի դողաց, կադրում մի ձեռք հայտնվեց, հավանաբար փաստաբաններից մեկի, որը ջուր էր առաջարկում։ Ալբերտը խմեց, նախքան շարունակելը։ Եվ ես որոշեցի, որ իմ ընկերությունը, այս կորպորացիան, որը ես կառուցել եմ, պետք է անցնի մեկին, ով հասկանում է իրերի իրական արժեքը։ Մեկին, ով մարդկանց վերաբերվում է որպես մարդկանց, ոչ թե որպես կորպորատիվ սանդուղքի աստիճանների։ Գիտեմ, որ այս որոշումը ցնցում կառաջացնի։ Գիտեմ, որ այն կվիճարկվի, կկասկածվի, կծաղրվի։ Բայց դա իմ կամքն է, կայացված լիակատար գիտակցությամբ, վկայված իրավասու մասնագետների կողմից, բացարձակապես վերջնական։ Ալբերտն ուղիղ նայեց տեսախցիկին, նրա աչքերը փայլում էին մի այնպիսի ուշքնությամբ, որը կտրեց անցավ սենյակով։ Նրանց, ովքեր հիմա դիտում են սա, հավանաբար նստած այն նիստերի դահլիճում, որը ես միշտ սիրել եմ, Երանի իր տեսարաններով, թողնում եմ այս ուղերձը։ Եթե ցնցված եք, եթե վրդովված եք, հարցրեք ինքներդ ձեզ, ինչու՞։ Հարցրեք, արդյոք դա այն պատճառով է, որ ընտրությունն անարդար է, թե՞ որովհետև դուք ենթադրում եք, որ իշխանությունը ձերը կլինի իբր իրավունք։ Հարցրեք, արդյոք երբեք կանգ եք առել օգնելու մեկին, առանց որևէ բան ակնկալելու։ Հարցրեք, արդյոք գիտեք այն մարդու անունը, ով մաքրում է ձեր զուգարանները, ով մատուցում է ձեր սուրճը, ով հոգ է տանում անվտանգության մասին, մինչ դուք ձեր հարմարավետ տներում եք։ Էկրանը մի պահ լռեց, հետո Ալբերտը ժպտաց, մի փոքր, բայց անկեղծ ժպիտ։ Նարինե, եթե դու այնտեղ ես, հուսով եմ, որ այնտեղ ես, իմացիր, որ սա մի ժառանգություն է, որը առանց մարտահրավերների չի գալիս։ Այս ընկերությունը կատարյալ չէ։ Կա կոռուպցիա, կա ամբարտավանություն, կան մարդիկ, ովքեր մոռացել են, թե ինչ է նշանակում ծառայել։ Բայց կան նա լավ մարդիկ, աշխատասեր մարդիկ, որոնք արժանի են մի առաջնորդի, ով նրանց կտեսնի։ Ես վստահում եմ քեզ։ Ոչ թե որովհետև դու դիպլոմներ կամ կորպորատիվ փորձ ունես։ Ես վստահում եմ քեզ, որովհետև դու ավելի կարևոր բան ունես։ Դու սիրտ ունես։ Ձայնագրությունն ավարտվեց, էկրանը սացավ։ Ֆերդինանդը դանդաղ փակեց նոութբուքը, թողնելով, որ լռությունը լցնի սենյակը։ Նարինեի դեմքով հիմա արցունքներ էին հոսում, նա այլևս չէր մտածում դրանք թաքցնելու մասին։ Հիշեց վերջին զրույցը, որ ունեցել էր Ալբերտի հետ, նրա մահից 3 օր առաջ։ Նա հիվանդանոցի մահճակալին էր, շրջապատված սարքերով ու խողովակներով, բայց դեռ ուժ գտավ ժպտալու, երբ նա ներս մտավ։ Նարինե, շնջացել էր նա, թույլ մատներով բռնելով նրա ձեռքը։ Ինձ մի բան խոստացիր։ Ամեն ինչ, պարոն Ալբերտ։ Երբ այս ամենը տեղի ունենա, երբ դու իմանաս, թե ինչ եմ արել, մի հանձնվիր։ Նրանք կփորձեն քեզ ստիպել փոքր, անպատշաճ, անարժան զգալ։ Բայց դու ավելի ուժեղ ես, քան կարծում ես։ Ավելի ընդունակ, քան պատկերացնում ես։ Եվ երբեք մի կորցրու այն բարությունը, որը քեզ յուրահատուկ է դարձնում։ Նա խոստացել էր, այն ժամանակ լիովին չհասկանալով, թե նա ինչ նկատի ուներ։ Հիմա, նստած այդ թշնամանքով լի սենյակում, նա սկսում էր հասկանալ։ Միքայելն առաջինը խախտեց լռությունը։ Նրա ձայնն այժմ ավելի զուսպ էր, բայց դեռ լի դժգոհությամբ։ Ուրեմն սա է։ Նա ակնհայտորեն լավ չէր մտածում։ Հիվանդ, խոցելի, մանիպուլյացված մի արցունքոտ պատմությամբ։ Ֆերդինանդը շրջվեց դեպի նա, արտահայտությունը խստացավ։ Պարոն Ֆիդանյան, ես սաս մեկ անգամ կասեմ։ Այս կտակը վիճարկելու ցանկացած փորձ անօգուտ կլինի։
Բացի այն տեսագրությունից, որը հենց նոր տեսակ, մենք ունենք 3 տարբեր հոգեբույժների եզրակացություններ, որոնք հաստատում են պարոն Ավետիսյանի լիարժեք կարողունակությունը։ Մենք ունենք կտակի կազմմանը ներկա փաստաբանների գրավոր վկայություններ։ Մենք ունենք նրա բոլոր այցելությունների մանրամասն գրանցումները տիկին Նարինեի տուն, ներառյալ ամսաթվերը, ժամերը, նույնիսկ որոշ լուսանկարներ, որոնք նա արել է ընտանիքի թույլտվությամբ։ Այս կտակը անվիճարկելի է։ Հելենան առաջ հակվեց, աչքերը գամված Նարինեին։ Իսկ դուք, հարցրեց նա, ձայնից թույն էր կաթում։ Ինչպես կարող եք ընդունել սա։ Պետք է իմանաք, որ բացարձակապես որակավորում չունեք այս մեծության կորպորացիա ղեկավարելու համար։ Դուք ֆորմալ կրթություն չունեք, բիզնեսի փորձ չունեք, հավանաբար հազիվ թե կարողանաք ֆինանսական հաշվետվություն կարդալ։ Նարինեն սրբեց արցունքները ձեռքի թիկունքով։ Դուք ճիշտ եք, ասաց նա հանգիստ։ Ես համալսարանական դիպլոմներ չունեմ։ Ես կառավարում կամ տնտեսագիտություն չեմ սովորել։ Բայց ես կարդալ գիտեմ, տիկին Հելենա։ Եվ գիտեմ, որ պարոն Ալբերտն ինձ այս ընկերությունը չի թողել, սպասելով, որ ես այն միայնակ ղեկավարեմ։ Նա թողել է կառուցվածք, թողել է իրավասու մասնագետներ, թողել է համակարգեր, որոնք աշխատում են։ Այն, ինչ նա ուզում էր, այն էր, որ խիղճ, արժեքներ, մարդկայնություն ունեցող մեկը վերահսկի այս ամենը։ Գագիկը չոր ծիծաղեց։ Վերահսկել։ Կարծես թե այդքան պարզ է։ Դուք գաղափար չունեք այս գործառնության բարդության մասին։ Մենք գործ ունենք միլիոնավորների պայմանագրերի, սեղմ ժամկետների, կատաղի մրցակցության հետ։ Սա սիրողականների տեղը չէ։ Նարինեն նայեց նրան։ Գուցե ոչ։ Բայց սա նա այն մարդկանց տեղը չէ, ովքեր մյուս մարդկանց վերաբերվում են որպես աղբի, միայն այն պատճառով, որ նրանց հագուստը բավականաչափ թանկ չէ։ Հաջորդած լռությունը լարված էր։ Հելենան Գագիկը հայացքներ փոխանակեցին, բայց չպատասխանեցին։ Միքայելը, սակայն, պատրաստ չէր հանձնվելու։ Շատ լավ, ասաց նա, խաչելով ձեռքերը։ Ենթադրենք, մենք ընդունում ենք սա, զուտ հիպոթետիկորեն։ Ինչ եք կոնկրետ պատրաստվում անել։ Բոլորիս աշխատանքից հանել։ Ձեր թաղամասի մարդկանց վարձել բարդ բաժիններ ղեկավարելու համար։ Միլիարդների կորպորացիան վերածել բարեգործական նախագծի։ Նարինեն խորը շունչ քաշեց։ Ես չեմ պատրաստվում աշխատանքից հանել որևէ մեկին, ով իր աշխատանքը կատարում է իրավասու ազնիվ կերպով։ Բայց ես նա չեմ հանդուրժի ամբարտավանություն, խտրականություն կամ անհարգալից վերաբերմունք։ Պարոն Ալբերտն այս ընկերությունը թողել է իմ ձեռքերում, որովհետև վստահում էր, որ ես կկարողանամ տարբերել այն մարդկանց, ովքեր աշխատում են արժեքների համար, այն մարդկանց, ովքեր աշխատում են միայն փառասիրության համար։ Միքայելը ծիծաղեց, բայց դա դառը ծիծաղ էր։ Դուք ոչինչ չգիտեք մեր մասին։ Այն մասին, թե ինչ ենք մենք այստեղ կառուցել։ Գուցե ոչ, ընդունեց Նարինեն։ Բայց ես կսովորեմ։ Եվ մինչ սովորում եմ, կհետեմ, թե ձեզնից յուրաքանչյուրն ինչպես է վերաբերվում այն մարդկանց, ում իրենից ցածր է համարում։ Ինչպես եք խոսում անվտանգության աշխատակիցների, ընդունարանի աշխատակցուհիների, հավաքարարների հետ։ Որովհետև ես հավատում եմ, որ այդպես է բացահայտվում մարդու իրական բնավորությունը։ Ոչ թե նրանով, թե ինչպես են վերաբերվում իրենց ղեկավարներին, այլ նրանով, թե ինչպես են վերաբերվում նրանց, ովքեր ոչինչ չեն կարող անել իրենց համար։ Ֆերդինանդը ոտքի կանգնեց, վերադասավորելով իր փաստաթղթերը։ Կարծում եմ, այսօրվա համար բավական քննարկեցինք։ Տիկին Նարինե, պետք է մի քանի փաստաթուղթ ստորագրեք բաժնետոմսերի փոխանցումը պաշտոնականացնելու համար։ Պարոն Ֆիդանյան, տիկին Հելենա, պարոն Գագիկ, դուք կշարունակեք ձեր ներկայիս պաշտոններում մնալ, մինչ տիկին Նարինեն այլ կերպ որոշի։ Ցանկացած փոփոխություն պաշտոնապես կհաղորդվի։ Միքայելը կտրուկ ոտքի կանգնեց, վերցնելով հեռախոսը սեղանից։ Սա դեռ չի ավարտվել։ Դեռ երկար ճանապարհ կա։ Նա դուրս եկավ սենյակից, շրխկացնելով դուռը։ Հելենան հետեց նրան, վերջին արամարական հայացքը նետելով Նարինեին։ Գագիկը մնաց մի քանի վայրկյան, ուսումնասիրելով Նարինեին մի արտահայտությամբ, որը նա չկարողացավ լիովին վերծանել։ Այնտեղ զայրույթ կար, այո, բայց նա ավելին։ Գուցե հետաքրքրություն, գուցե լուռ մարտահրավեր։ Հաջողություն, ասաց նա վերջապես, նա չկարողացավ ասել, դա անկեղծ էր, թե սարկաստիկ։ Ձեզ պետք կգա։ Երբ նա դուրս եկավ, սենյակում մնացին միայն Նարինեն, երկու փաստաբանները, երեք այլ աշխատակիցներ։
Նրանցից մեկը, մոխրագույն մազերով հաստ ակնոցներով ավելի տարեց մի տղամարդ, ամաչկոտ մոտեցավ։ «Տիկին Նարին է», ասաց նա, մեկնելով ձեռքը։ «Ես Պողոս Ռուբինյանն եմ, մարդկային ռեսուրսների բաժնի տնօրենը։ Ուզում էի պարզապես ասել, որ հիացա ձեր քաջությամբ։ Հեշտ չէ դիմակայել այսպիսի մարդկանց»։ Նարինեն սեղմեց նրա ձեռքը, զարմացած քաղաքավարությունից։ «Շնորհակալություն, պարոն Պողոս»։ «Ուղղակի Պողոս», ժպտաց նա։ «Ես 20 տարի աշխատել եմ պարոն Ալբերտի հետ։ Նա լավ մարդ էր։ Եթե նա վստահել է ձեզ, ուրեմն ես էլ եմ վստահում»։ Ավելի երիտասարդ մի կին, մոտ 30 տարեկան, նույնպես մոտեցավ։ Նա գանգուր մազեր ուներ, պոչ հավաքած, հագին պարզ, բայց լավ նստող մոխրագույն կոստյում էր։ «Ես Կամիլա Սոսյանն եմ, վարչական օգնական։ Ես ուղղակի ուզում էի ասել, որ այն, ինչ դուք արեցիք նրա համար, փրկելով նրա կյանքը, անհավանական էր»։ Նարինեն ժպտաց, հսկայական թեթացում զգալով այս դրական արձագանքներից։ «Ես արեցի այն, ինչ ցանկացած մարդ պետք է աներ։ Բայց ոչ բոլորն են անում», ասաց երրորդ անձը, մոտ 40 տարեկան մի կին, կարճ մազերով ջերմ ժպիտով։ «Ես Բեատրիս Ավագյանն եմ, ներքին հաղորդակցության մենեջերը։ Եվ եթե այս նոր աշխարհում կողմնորոշվելու հարցում օգնության կարիք ունենաք, մենք այստեղ ենք»։ Ֆերդինանդը սպասեց, մինչ ներկայացումներն ավարտվեն, նախքան Նարինեին խնդրեց ստորագրել անհրաժեշտ փաստաթղթերը։ Նա ուշադիր կարդաց յուրաքանչյուր էջը, գիտակցելով իր արածի ծանրությունը։ Յուրաքանչյուր ստորագրություն հաստատում էր, որ նա ընդունում է այդ հսկայական պատասխանատվությունը, այն բեռը, որը Ալբերտը որոշել էր դնել իր ուսերին։ Երբ ավարտեց, Ռիչարդը հավաքեց թղթերը։ «Պաշտոնապես, դուք այժմ Ավետիսյան գրուպ-ի մեծամասնական բաժնետերն եք։ Շնորհավորում եմ, տիկին Նարինե»։ Նա գլխով արեց, բայց իրեն չէր զգում որպես մեկը, ում պետք է շնորհավորել։ Ավելի շատ զգում էր որպես մեկը, ում նետել են փոթորկի մեջ, ով փորձում է հող գտնել ոտքերի տակ։ Փաստաբանները հրաժեշտ տվեցին, խոստանալով վերադառնալ հաջորդ շաբաթ, օգնելու նրան ավելի լավ հասկանալ իր նոր դիրքի իրավական ասպեկտները։ Պողոսը, Կամիլան, Բեատրիսը նույնպես հեռացան, բայց ոչ նախքան իրենց հեռախոսահամարներն ու էլփոստերը թողնելը, պնդելով, որ նա կարող է ցանկացած պահի կապվել իրենց հետ։ Վերջապես, Նարինեն մենակ մնաց սենյակում։ Քայլեց դեպի պատուհանները, նայելով ներքում գտնվող քաղաքին։ Երանը ձգվում էր բոլոր ուղղություններով, շենքերի, փողոցների, միահյուսված կյանքերի անվերջ ծով։ Այդ բարձրությունից ամեն ինչ այնքան փոքր, այնքան հեռու էր թվում։ Հեշտ էր զգալ անջատված այն իրական մարդկանցից, ովքեր ապրում էին իրենց կյանքը ներքում, պայքարելով, աշխատելով, սիրելով, տառապելով։ Նա մտածեց Լոնի մասին, որն այդ պահին դպրոցում էր, գաղափար չունենալով, թե ինչպես էր իր մոր կյանքը կտրուկ փոխվել այդ առավոտ։ Մտածեց տիկին Սոնայի մասին, տանը, հավանաբար իր խաչբառերն էր լուծում պատշգամբում, վայելելով առավոտյան արը։ Մտածեց բոլոր այն առավոտների մասին, երբ արթնացել էր ժամը 5-ին առաջին ավտոբուսը հասցնելու համար, բոլոր այն գիշերների մասին, երբ տուն էր վերադարձել մաքրող միջոցներից ճաքճքած ձեռքերով, բոլոր այն անգամների մասին, երբ հաշվել ու վերահաշվել էր իր ունեցած քիչ գումարը, համոզվելու համար, որ կկարողանա ուտելիք գնել մինչ ամսվա վերջ։ Եվ մտածեց Ալբերտի մասին, այն բարի մարդու, որն այնքան անսպասելի մտել էր իր կյանք, որը նրան տեսնում էր ոչ թե որպես հավաքարար, ոչ թե որպես ցածր մեկի, այլ որպես արժեքավոր մարդու։ Նա փորձել էր բացատրել իր որոշումը մի քանի անգամ իրենց այցելությունների ընթացքում։ Նարինե, ասել էր նա մի երեկո, նստած իրենց բազմոցին, ձեռքին սուրճի բաժակ, ես կայսրություն եմ կառուցել։ Բայց այդ ընթացքում մոռացել եմ, որ կայսրությունը միայն այն դեպքում արժեք ունի, եթե ծառայում է մարդկանց, ոչ թե պարզապես օգտագործում է նրանց։ Դու ինձ դա հիշեցրիր։ Նա բողոքել էր, ասելով, որ նա արդեն շատ բան է անում համայնքի համար, որ նրա ընկերությունը հազարավոր մարդկանց է աշխատանքով ապահովում, որ նա նվիրատվություններ է արել կարևոր նպատակների համար։ Բայց Ալբերտը գլուխը թափահարել էր։ Մարդկանց աշխատանքով ապահովելը նույնը չէ, ինչ նրանց գնահատելը։ Գումար նվիրաբերելը նույնը չէ, ինչ իսկապես հոգ տանելը։ Տարիներ շարունակ ես իմ աշխատակիցներին վերաբերվել եմ որպես մեքենայի մասերի, որոնք օգտակար են միայն այնքան ժամանակ, որքան արդյունավետ են։ Ես երբեք չեմ մտածել, արդյոք նրանք ընտանիքներ ունեն, երազանքներ ունեն, երջանիկ են։ Ինձ միայն հետաքրքրում էր, թե արդյոք թվերը համընկնում են ամսվա վերջում։ Երբ նա այդ օրը նայել էր իրեն, նրա աչքերում արցունքներ կային։
Դու ինձ օգնեցիր այլ կերպ տեսնել։ Երբ տեսնում էի, թե ինչպես ես վերաբերվում որդուդ, նույնիսկ հոգնած։ Ինչպես ես խնամում մորդ, նույնիսկ առանց միջոցների։ Ինչպես ես բարի հարաններիդ հետ, նույնիսկ երբ նրանք բարի չեն քո հանդեպ։ Ես տեսա, որ իսկական արժեքներին գոյություն ունենալու համար փող պետք չէ։ Եվ ես որոշեցի, որ եթե մի օր հեռանամ, ուզում եմ իմ ժառանգությունը թողնել մեկի ձեռքերում, ով դա հասկանում է։ Այն ժամանակ Նարինեն մտածել էր, որ նա դրամատիկ է, վերացական խոսում է հեռավոր հնարավորությունների մասին։ Երբեք չէր պատկերացրել, որ նա, բառացիորեն, պլանավորում է փոխել իր կտակը։ Դռան թակոցը նրան դուրս բերեց մտքերից։ Վալերիան էր, գործադիր քարտուղարուհին, ձեռքին սկուտեղ։ Թե եմ բերել, ասաց նա մեղմորեն, ներս մտնելով սկուտեղը դնելով կողքի սեղանին։ Մտածեցի, որ այս ամենից հետո ձեզ ինչ-որ բան պետք կգա։ Նարինեն շրջվեց, հուզված այդ ժեստից։ Շնորհակալություն, Վալերիա։ Շատ բարի եք։ Վալերիան թեյը լցրեց նուրբ ճենապակյա բաժակի մեջ, մի փոքր շաքար ավելացրեց, առանց հարցնելու, կարծես բնազդաբար գիտեր, թե Նարինեն ինչ է նախընտրում։ Ես 15 տարի աշխատել եմ պարոն Ալբերտի հետ, ասաց նա, բաժակը մեկնելով։ Նա լավ մարդ էր։ Ոչ միշտ կատարյալ, բայց լավ։ Եվ վերջին ամիսներին ես նրա մեջ փոփոխություն էի նկատել։ Ավելի թեթ, ավելի երջանիկ էր դարձել։ Հիմա հասկանում եմ, ինչու։ Նարինեն մի կում թեյ խմեց, զգալով, թե ինչպես է տաք հեղուկը հանգստացնում իր խախտված նյարդերը։ Նա իմ մասին է խոսել։ Ոչ ուղղակիորեն։ Պարոն Ալբերտը զուսպ էր իր անձնական կյանքի հարցում։ Բայց ես նկատում էի, երբ նա վերադառնում էր իր գնալ գալուց։ Նրա մեջ մի խաղաղություն կար, որը նախկինում չկար։ Նարինեն նորից նայեց պատուհանից դուրս։ Չգիտեմ, կարող եմ սա անել, Վալերիա։ Չգիտեմ, ես ճիշտ մարդն եմ։ Վալերիան մի պահ լուռ մնաց, նույնպես նայելով քաղաքին։ Կարող եմ անձնական հարց տալ։ Իհարկե։ Ինչու փրկեցիք պարոն Ալբերտին այդ գիշեր։ Նարինեն մտածեց հարցի շուրջ։ Որովհետև նա օգնության կարիք ուներ։ Ճիշտ այդպես, մեղմորեն ասաց Վալերիան։ Դուք չմտածեցիք հետանքների, պարքների, այն մասին, թե դա ինչպես կազդի ձեր կյանքի վրա։ Տեսակ կարիքավոր մեկին օգնեցիք։ Այդպիսի մարդու էր պարոն Ալբերտը ուզում տեսնել ղեկին։ Մեկին, ով գործում է կարեկցանքով, ոչ թե հաշվարկով։ Նարինեն լուռ վերջացրեց թեյը, յուրացնելով խոսքերը։ Երբ Վալերիան դուրս եկավ, նա մի փոքր մնաց սենյակում, քաջություն հավաքելով դիմակայելու այն ամենին, ինչ սպասվում էր։ Գիտեր, որ Միքայելը մյուսները հեշտությամբ չեն հանձնվի։ Գիտեր, որ կլինեն ավելի շատ բախումներ, ավելի շատ փորձեր իրեն վարկաբեկելու, իր անիրավասությունն ապացուցելու։ Բայց մինչ նա այնտեղ էր, այդ սենյակում, քաղաքի տեսարանով, որը միշտ իրեն անտեսանելի տեղ էր դրել, Նարինեն զգաց, թե ինչպես է իր ներսում մի բան աճում։ Դա վստահություն չէր, ոչ։ Դեռ ոչ։ Բայց դա վճռականություն էր։ Ալբերտը հավատացել էր իրեն։ Նրա մեջ մի բան էր տեսել, որն արժեր։ Եվ նա չէր հիասթափեցնելու նրան, անկախ նրանից, թե որքան դժվար կլիներ ճանապարհը։ Նա վերցրեց իր մաշված պայուսակը, ուղղեց դեռ վզից կախված այցելուի անցաթուղթը ուղղվեց դեպի դուռը։ Տանը նրան սպասում էր որդին, մայրը, որը պետք է իմանար նորությունները, մի նոր կյանք, որը նա նոր էր սկսում հասկանալ։ Ճակատամարտը դեռ հեռու էր ավարտից, բայց Նարինե Սարգսյանը պատրաստ էր պայքարելու։ Գլուխ 3 Նարինեն կեսօրին դուրս եկավ Ավետիսյան գրուպ-ի շենքից, գլուխը պտտվում էր այն ամենից, ինչ տեղի էր ունեցել վերջին ժամերին։ Երանի արը ուժեղ էր, հյուսիսային պողոտան եռում էր ճաշի ժամի եռուզեռից։ Գործարարները խմբերով դուրս էին գալիս շենքերից, գնալով տարածքի թանկարժեք ռեստորանները։ Փողոցային վաճառականներն առաջարկում էին ջուր, հյութեր, արագ սնունդ։ Քաղաքի ձայնը խլացուցիչ էր, ազդանշանների, ձայների, փողոցային երաժշտության երթեկության մշտական աղմուկի քաոսային սիմֆոնիա։ Նա կանգնեց մայթին, պայուսակից հանելով հեռախոսը։ Պետք է զանգահարեր Լոնին, ասեր, որ ամեն ինչ կարգին է, որ շուտով տուն կվերադառնա։ Բայց երբ բացեց սարքը, տեսավ մի քանի բաց թողնված զանգ։ Բոլորը մի համարից, որն անմիջապես ճանաչեց, Լոնի դպրոցից էր։ Նարինեի սիրտը սկսեց արագ բաբախել։ Նա դողացող ձեռքերով հետ զանգեց։ Քարտուղարուհին երկրորդ զանգին պատասխանեց։
Ալո, ես Նարինե Սարգսյանն եմ, Լոն Սարգսյանի մայրը։ Դպրոցից զանգեր եմ ստացել։ Տիկին Նարինե, քարտուղարուհու ձայնը թեթացած հնչեց։ Փորձում էի ձեզ հետ կապվել։ Լոնը ֆիզկուլտուրայի դասի ժամանակ վատացել է։ Լուրջ բան չկա, բայց մտածեցինք ավելի լավ է գաք նրան տանեք։ Նարինեն զգաց, թե ինչպես սիրտը սեղմվեց։ Բայց նա, լավ է։ Ինչ է պատահել։ Վազքի ժամանակ ուշագնաց է եղել։ Երբ ուշքի եկավ, ասաց, որ գլխապտույտ գլխացավ ունի։ Բուժքույրն արդեն ստուգել է նրա կենսական նշանները, նորմալ են, բայց խորհուրդ տվեց նախազգուշության համար բժշկի դիմել։ Ես գալիս եմ, ասաց Նարինեն, արդեն սկսելով արագ քայլել մայթով։ 40 րոպեից կհասնեմ։ Նա անջատեց հեռախոսը, գրեթե վազեց դեպի մոտակա ավտոբուսի կանգառ։ Մինչ սպասում էր, ընկերության ժառանգության թշնամաբար տրամադրված գործադիրների մասին բոլոր անհանգստությունները գոլորշիացան։ Այդ ամենը նշանակություն չուներ, երբ իր որդին իր կարիքն ուներ։ Ավտոբուսը հավերժ թվացող 15 րոպե ուշացավ, Նարինեն ներս մտավ, նրբորեն հրելով իր արջի մարդկանց, ներողություններ մրմնջալով, մինչ սեղմվում էր լեփ-լեցուն միջանցքում։ Ճանապարհին նա բռնվել էր ձողից, ջոջվում էր մեքենայի կտրուկ շարժումներից, իսկ միտքը վազում էր բոլոր հնարավոր տարբերակներով։ Լոնը միշտ առողջ տղա է եղել։ Ինչու պետք է ուշագնաց լիներ։ Արդյոք ճիշտ էր սնվում։ Բավականաչափ էր քնում։ Նա իրեն մեղադրեց, որ չի նկատել, եթե ինչ-որ բան այն չէր։ Վերջին շաբաթներին նա այնքան տարված էր Ալբերտի այցելություններով, իսկ հետո նրա մահվան սկով, որ գուցե բավարար ուշադրություն չէր դարձրել որդուն։ Երբ վերջապես հասավ դպրոց, որը Մալաթիա Սեբաստիա թաղամասում գտնվող բաց դեղին ներկված երկհարկանի պարզ շինություն էր, Նարինեն վազեց դարպասով ներս, բարձրացավ աստիճաններով ուղիղ գնաց բուժկետ։ Լոնը նստած էր նեղ մահճակալի վրա, դեմքը գունատ, աչքերում հոգնած արտահայտություն, որն անմիջապես անհանգստացրեց նրան։ Մամ, ասաց նա, երբ տեսավ մորը, փորձելով ժպտալ, բայց չկարողանալով։ Կներես։ Չէի ուզում անհանգստացնել։ Նարինեն գրկեց նրան, զգալով, թե ինչպես է թեթացումը պատում իրեն, համոզվելով, որ նա գիտակից է նորմալ խոսում է։ Ինչ պատահեց, տղաս։ Ցավ ունես։ Միայն գլխացավ։ Եվ հանկարծ գլխապտույտ ունեցա։ Ուսուցիչ Մարսելը մտածեց, որ արահարություն է, բայց այդքան էլ շոկ չէր։ Բուժքույրը, միջին տարիքի մի կին, ամուր կոսով հավաքված մազերով անթերի սպիտակ խալաթով, մոտեցավ։ Տիկին Նարինե։ Ես Դենիզն եմ, դպրոցի բուժքույրը։ Ինչպես հեռախոսով ասացի, Լոնի կենսական նշանները հիմա նորմալ են, բայց խորհուրդ եմ տալիս բժշկի դիմել։ Կարող է պարզապես հոգնածություն կամ ջրազրկում լինել, բայց ավելի լավ է համոզվել։ Նարինեն գլխով արեց։ Հենց հիմա կտանեմ նրան։ Շնորհակալություն նրա մասին հոգ տանելու համար։ Նա ստորագրեց Լոնին դպրոցից տանելու համար անհրաժեշտ թղթերը, օգնեց նրան իջնել աստիճաններով, գցած նրա ուսերին։ Լոնը բարձրահասակ էր իր 15 տարեկանի համար, գրեթե նույն հասակին, ինչ ինքը, բայց այդ պահին նա փխրուն, խոցելի էր թվում։ Նրանք ավտոբուս նստեցին մինչ մոտակա պոլիկլինիկան, որտեղ միացան սպասող մարդկանց երկար հերթին։ Նստեցին պլաստմասե կոշտ աթոռներին, Նարինեն բռնած Լոնի ձեռքը։ Ինչպես ես քեզ զգում վերջին օրերին, տղաս։ Ինչ-որ տարբեր բան։ Լոնը վարանեց պատասխանելուց առաջ։ Հոգնած եմ լինում, մամ։ Եվ երբեմն գիշերվա կեսին արթնանում եմ սրտխփոցով։ Բայց մտածում էի, որ պարզապես քննությունների պատճառով առաջացած անհանգստություն է։ Քննություններ, կրկնեց Նարինեն, զգալով, թե ինչպես է մեղքի զգացումը մեծանում։ Նա գիտեր, որ Լոնը կարևոր քննություններ ունի, որ նա պատրաստվում է ընդունելության քննություններին, թե դեռ 11-րդ դասարանում էր, որովհետև ուզում էր նախապես պատրաստվել։ Բայց այնքան տարված էր, որ չէր նկատել որդու սթրեսի նշանները։ 2 ժամ սպասեցին, մինչ կանչեցին։ Բժիշկը, որը նրանց ընդունեց, երիտասարդ էր, նոր ավարտած, համակրելի, բայց հոգնած արտահայտությամբ։ Նա ուշադիր զննեց Լոնին, մի քանի հարց տվեց ախտանիշների, սննդակարգի, քնի ռեժիմի մասին։ Վերջում արյան մի քանի անալիզ նշանակեց։ Կարող է սակավարյունություն լինել, բացատրեց նա։ Կամ կարող է պարզապես կուտակված սթրես հոգնածություն լինել։ Անալիզները մեզ ավելի լավ պատկերացում կտան։ Առայժմ խորհուրդ եմ տալիս հանգիստ, լավ սնունդ, բավարար քանակությամբ հեղուկներ։
Նարինեն գլխով արեց, մտովի ամեն ինչ նշելով։ Երբ դուրս եկան պոլիկլինիկայից, արդեն գրեթե 4-ն էր։ Լոնն այժմ ավելի աշխույժ էր, դեմքի գույնը վերականգնվում էր, բայց Նարինեն դեռ անհանգիստ էր։ Նրանք մեկ ավտոբուս նստեցին, այս անգամ դեպի տուն։ Նարինեի տունը գտնվում էր Մալաթիա Սեբաստիայի մի հանգիստ փողոցում, 2 սենյականոց հին շինություն, առջում փոքրիկ պատշգամբով։ Արտաքին ներկը խամրել էր, մի քանի կղմինդր փոխելու կարիք ուներ, բայց դա տուն էր։ Երբ ներս մտան, տիկին Սոնան նստած էր հյուրասենյակի իր սիրելի բազկաթոռին, սովորության համաձայն խաչբար լուծելով։ Նարինե։ Լոն։ Որտեղ էիք։ Անհանգստացել էի, ասաց նա, դժվարությամբ ոտքի կանգնելով, արթրիտով տառապող ձեռքերը բռնած բազկաթոռի թերից։ Լոնը դպրոցում վատացել էր, տատի, բացատրեց Նարինեն։ Բայց արդեն բժշկի մոտ ենք եղել։ Նա լավ կլինի։ Տիկին Սոնան մոտեցավ թոռանը, դողացող ձեռքերով դիպչելով նրա դեմքին։ Շատ գունատ ես, տղաս։ Հավի արգանակ կպատրաստեմ։ Դա միշտ օգնում է։ Մինչ մայրը գնում էր խոհանոց, Նարինեն Լոնին տարավ իր սենյակ, մի փոքր տարածք, մեկտեղանոց մահճակալով, գրքերով լի ուսումնական սեղանով, ֆուտբոլի գավաթներով լի դարակով, այն ժամանակներից, երբ խաղում էր թաղամասի դպրոցում։ Նա թեթացած հոգոցով պառկեց։ Հանգստացիր, տղաս։ Եթե մի բան պետք լինի, կանչիր։ Մամ, կանչեց Լոնը, երբ նա գրեթե դուրս էր գալիս սենյակից։ Այսօր ինչպես անցավ։ Այն հանդիպումը, որ ունեիր։ Նարինեն կանգ առավ, ձեռքը դրան բռնակին։ Ամբողջ առավոտն այնքան անիրական, այնքան հեռու էր իր սովորական կյանքից, որ մի պահ մտածեց դեռ ոչինչ չպատմել։ Բայց նայեց որդուն, որն իրեն անկեղծ հետաքրքրությամբ էր նայում, հասկացավ, որ նա արժանի է իմանալ ճշմարտությունը։ Լարված էր, սկսեց նա, վերադառնալով նստելով մահճակալի եզրին։ Հիշում ես պարոն Ալբերտին, որը մեզ այցելում էր։ Իհարկե։ Նա շատ լավն էր։ Ինձ այս բոլոր գրքերը տվեց, Լոնը մատնացույց արեց իր սեղանի վրա դրված նոր գրքերի կույտը։ Նա մեզ համար մի բան է թողել։ Մի մեծ բան։ Եվ հետո Նարինեն պատմեց ամեն ինչ։ Ժառանգության ընկերության բաժնետոմսերի, թշնամաբար տրամադրված գործադիրների հետ հանդիպման, Ալբերտի տեսագրության մասին, որտեղ նա բացատրում էր իր որոշումը։ Լոնը լուռ լսում էր, աչքերը յուրաքանչյուր մանրամասնի հետ ավելի ու ավելի էին լայնանում։ Երբ նա ավարտեց, երկար լռություն տիրեց։ Լոնը մարսում էր տեղեկությունը, նրա երիտասարդ միտքը փորձում էր հասկանալ իր լսածի հետանքները։ Ուրեմն, ասաց նա վերջապես, դու հիմա, մի տեսակ, հարուստ ես։ Նարինեն ծիծաղեց, բայց դա առանց հումորի ծիծաղ էր։ Տեխնիկապես, այո։ Բայց տղաս, դա չի փոխելու, թե ով ենք մենք։ Չի փոխելու մեր արժեքները, մեր ապրելակերպը։ Բայց կարող է շատ բան փոխել, մամ։ Կարող ենք տանիքը նորոգել։ Նոր սառնարան գնել։ Դու այլս ստիպված չես լինի այդքան շատ աշխատել։ Նարինեն շոյեց որդու մազերը։ Քայլ առ քայլ կգնանք։ Նախ, պետք է հասկանամ, թե իրականում ինչ է նշանակում ունենալ այս ընկերությունը։ Եվ պետք է համոզվեմ, որ դու առողջ ես։ Լոնը գլխով արեց, բայց նրա աչքերում մի բան կար, մի անհանգստություն, որը նա փորձում էր թաքցնել։ Մամ, նրանք կփորձեն քեզ վնասել։ Այդ հարուստ մարդիկ, նրանք չեն սիրում, երբ դրսից մեկը մտնում է իրենց աշխարհ։ Նարինեն զգաց, թե ինչպես սիրտը սեղմվեց որդու վաղաժամ հասունությունից։ Գիտեմ, տղաս։ Բայց ես լավ կլինեմ։ Պարոն Ալբերտը վստահել է ինձ, ես նրան չեմ հիասթափեցնի։ Նա մնաց Լոնի հետ, մինչ նա քնեց, հետո գնաց խոհանոց օգնելու տիկին Սոնային ընթրիքի հարցում։ Մայրը դանդաղ բանջարեղեն էր կտրատում, արթրիտով տառապող մատները յուրաքանչյուր շարժումը վերածում էին լուռ պայքարի։ Թող ես անեմ, մամ, ասաց Նարինեն քնքշորեն, վերցնելով դանակը նրա ձեռքերից։ Տիկին Սոնան նստեց խոհանոցի փոքրիկ սեղանի մոտ, հետելով դստերը։ Լոնին պատմեցի ժառանգության մասին։ Պատմեցի։ Իսկ ինձ երբ ես պատմելու։ Նարինեն ժպտաց, շրջվելով դեպի մայրը։ Ընթրիքից հետո էի պատմելու։ Ուղղակի փորձում էի։ Ամեն ինչ մարսել նախ։ Տիկին Սոնան գլխով արեց։ Այդ մարդը, այդ Ալբերտը, նա շատ լավն էր մեզ հետ։ Բայց Նարինե, վստահ ես, որ սա օրհնություն է, ոչ թե քողարկված անեծք։
Նարինեն դադարեցրեց բանջարեղեն կտրատելը, մտածելով հարցի շուրջ։ Չգիտեմ, մամ։ Անկեղծ։ Բայց գիտեմ, որ նա հավատաց ինձ։ Եվ եթե նա հավատաց, ուրեմն գուցե ես էլ պետք է հավատամ։ Նրանք լուր ընտրեցին, տիկին Սոնայի հավի արգանակը տաքացնում էր ոչ միայն նրանց մարմինները, այլ հոգիները։ Ընթրիքից հետո Նարինեն օգնեց մորը գնալ իր սենյակ, ամեն ինչ պատրաստեց գիշերվա համար, վերջապես կարողացավ մենակ նստել տան արջի պատշգամբում։ Գիշերը զով էր, թեթ քամին շարժում էր մայթին տնկված փոքրիկ ծառի տերները։ Փողոցը հանգիստ էր, միայն երբեմն մեքենաներ էին անցնում, հարան տներից հեռուստացույցների հեռավոր ձայնն էր լսվում։ Նարինեն նայեց երկնքին, որտեղ մի քանի աստղ կարողանում էր փայլել, չնայած քաղաքի լուսային աղտոտվածությանը։ Մտածեց այն ամենի մասին, ինչ տեղի էր ունեցել։ Առավոտյան նա պարզապես Նարինեն էր, հավաքարարը, որը գնում էր խորհրդավոր հանդիպման։ Հիմա, օրվա վերջում, նա Նարինեն էր, միլիարդատեր կորպորացիայի սեփականատերը, մի որդու մայր, որը կարող է հիվանդ լինել, տարեց մոր խնամակալ մեկը, ում ուսերին դրված էր բարի մարդու հիշատակը հարգելու պատասխանատվությունը։ Հեռախոսը զանգեց, վախեցնելով նրան լռության մեջ։ Անծանոթ համար էր։ Նա վարանեց պատասխանելուց առաջ։ Ալո։ Տիկին Նարինե։ Կամիլան է, Կամիլա Սոսյանը։ Մենք այսօր հանդիպմանը ծանոթացանք։ Նարինեն հիշեց երիտասարդ վարչական օգնականին, նրան, ով քաղաքավարի ներկայացել էր գլխավոր գործադիրների հեռանալուց հետո։ Ողջույն, Կամիլա։ Ամեն ինչ կարգին է։ Կներեք, որ աշխատանքային ժամից դուրս եմ զանգում։ Փաստաբան Ֆերդինանդը տվեց ձեր համարը։ Բանն այն է, որ մի բան տեղի ունեցավ, որը մտածեցի, պետք է անմիջապես իմանաք։ Նարինեն ուղղվեց աթոռին, սիրտը սկսեց արագ բաբախել։ Ինչ է պատահել։ Պարոն Միքայելը ոչ պաշտոնական հանդիպում է հրավիրել մի քանի գործադիրների հետ, ձեր հեռանալուց անմիջապես հետո։ Ես հրավիրված չէի, բայց որոշ բաներ լսեցի։ Նրանք պլանավորում են առավելագույնս դժվարացնել ձեր մուտքը ընկերություն։ Կբարդացնեն գործընթացները, կթաքցնեն կարևոր տեղեկություններ, խոչընդոտներ կստեղծեն։ Նարինեն զգաց, թե ինչպես է զայրույթը սկսում եռալ, բայց ձայնը հանգիստ պահեց։ Նրանք դա բացահայտ ասացին։ Պարոն Միքայելի քարտուղարուհին իմ ընկերուհին է։ Նա ինձ պատմեց։ Տիկին Նարինե, նրանք սա խաղաղ ճանապարհով չեն ընդունի։ Նրանք պատերազմ են պատրաստում։ Նարինեն խորը շունչ քաշեց, մարսելով տեղեկությունը։ Կամիլա, ինչու ես ինձ սա պատմում։ Մյուս կողմում դադար եղավ։ Որովհետև ես 5 տարի է աշխատում եմ այս ընկերությունում։ Ես գերազանցությամբ ավարտել եմ կառավարման ֆակուլտետը։ Բայց երբեք պաշտոնի բարձրացում չեմ ստացել, երբեք ինձ չեն նկատել, որովհետև ես ճիշտ շրջապատի մաս չեմ կազմում։ Ճիշտ կապեր չունեմ, ճիշտ ընտանիքից չեմ։ Եվ երբ այսօր տեսա ձեզ, թե ինչպես էին ձեզ հետ վարվում մարդիկ, ովքեր պետք է ավելի շատ արժանապատվություն ունենային, ես իմ մի մասնիկը տեսա։ Տեսա մեկին, ում դատում են ոչ թե նրանով, թե ինչ կարող է անել, այլ նրանով, թե որտեղից է գալիս։ Նարինեն զգաց, թե ինչպես է կուրծքը սեղմվում։ Կամիլան ճիշտ էր։ Նրանք ավելի նման էին, քան թվում էր առաջին հայացքից։ Երկուսն էլ կանայք էին, որոնց համակարգը որոշել էր պահել իրենց տեղերում, անտեսանելի անձայն։ Շնորհակալություն ինձ զգուշացնելու համար, Կամիլա։ Դա շատ բան է նշանակում։ Խնդրեմ։ Եվ տիկին Նարինե։ Եթե ձեզ պետք լինի մեկը ընկերության ներսից, մեկը, ով ծանոթ է համակարգերին, գործընթացներին, մարդկանց, ես այստեղ եմ։ Ես կորցնելու ոչինչ չունեմ, ամեն ինչ ունեմ շահելու, օգնելով մեկին, ով իսկապես հոգ է տանում։ Երբ նրանք անջատեցին, Նարինեն մնաց, նայելով ձեռքի հեռախոսին։ Ուրեմն սա էր։ Պատերազմ։ Միքայելը նրա դաշնակիցները պարզապես չէին ընդունելու Ալբերտի որոշումը։ Նրանք պայքարելու էին, սաբոտաժի էին ենթարկելու, անելու էին իրենց ուժերի ներածին չափով ամեն ինչ ապացուցելու համար, որ նա անընդունակ է։ Բայց Նարինեն 42 տարվա դժվար կյանքը չէր վերապրել, որպեսզի հիմա հանձնվեր։ Եթե նրանք պատերազմ էին ուզում, նա կտար նրանց։ Բայց դա կլիներ պատերազմ իր պայմաններով, պատերազմ հիմնված ոչ թե կորպորատիվ իշխանության կամ մանիպուլյացիայի, այլ սկզբունքների, արդարության, ճիշտը անելու վրա։
Հաջորդ առավոտ Նարինեն արթնացավ 5:30-ին, ինչպես միշտ մարմինը արձագանքում էր տարիների գիշերային հերթափոխերից հետո զարգացած ներքին զարթուցիչին։ Մի պահ, պառկած մահճակալին, մտածեց վերադառնալ քնելու։ Նա այլս կարիք չուներ աշխատելու որպես հավաքարար։ Այլս կարիք չուներ ары չծագած 2 ավտոբուս նստելու։ Բայց հետո հիշեց Լոնին, բժշկի հաշիվը, որը պետք է վճարեր, անալիզները, որոնք պետք է աներ։ Մինչ ամեն ինչ պաշտոնականացվեր, մինչ իսկապես հասկանար, թե ինչ է նշանակում ունենալ այդ հարստությունը, նա կշարունակեր ապրել այնպես, ինչպես միշտ։ Նա ոտքի կանգնեց, արագ լոգանք ընդունեց ցնցուղի տակ, որն աշխատում էր միայն սառը ջրով, քանի որ տաքացուցիչը ամիսներ առաջ փչացել էր, հագավ իր սովորական հագուստը գնաց խոհանոց սուրճ պատրաստելու։ Տիկին Սոնան դեռ քնած էր, ինչպես Լոնը։ Տունը լուռ էր, միայն թռչունների հեռավոր ձայներն էին լսվում, որոնք սկսում էին երգել արածակի մոտենալուն պես։ Բայց իր հավաքարարի աշխատանքին գնալու փոխարեն Նարինեն որոշում կայացրեց։ Զանգահարեց իր ղեկավարին, խնդրեց ազատել հերթափոխից, բացատրելով, որ հրատապ գործեր ունի լուծելու։ Նա գոհ չմնաց, բայց համաձայնեց։ Հետո Նարինեն հագնվեց իր ունեցած լավագույն հագուստով, նույնը ինչ հագել էր նախորդ օրը, առավոտյան ժամը 7-ին նորից հյուսիսային պողոտայում էր, Ավետիսյան գրուպի շենքի դիմաց։ Այս անգամ, երբ նա ներս մտավ, ընդունարանի աշխատակցուհիներն անմիջապես ճանաչեցին նրան։ Արմինեն, որը նախորդ օրն այնքան թշնամաբար էր տրամադրված, ստիպողաբար պրոֆեսիոնալ ժպտաց։ Բարդ ձեզ, տիկին Սարգսյան։ Ինչով կարող եմ օգնել։ Նարինեն նկատեց տարբեր վերաբերմունքը, բայց չմեկնաբանեց։ Ես պետք է բարձրանամ 40-րդ հարկ։ Արմինեն վարանեց ընդամենը մի ակնթարթ, նախքան մեկ այլ այցելուի անցաթուղթ տալը։ Իհարկե։ Լավ օր եմ մաղթում։ Նարինեն բարձրացավ վերելակով, այս անգամ ավելի վստահ։ Երբ դռները բացվեցին 40-րդ հարկում, Վալերիան արդեն իր սեղանի մոտ էր, աշխատում էր համակարգչով։ Նա բարձրացրեց հայացքը, ժպտաց, երբ տեսավ Նարինեին։ Բարդ ձեզ, տիկին Նարինե։ Այսօր ձեզ չէի սպասում։ Բարդ ձեզ, Վալերիա։ Ես պետք է խոսեմ Պողոսի հետ, մարդկային ռեսուրսների տնօրենի։ Նա ազատ է։ Վալերիան ինչ-որ բան ստուգեց համակարգչում։ Այո։ Կզգուշացնեմ նրան, որ դուք այստեղ եք։ 5 րոպե անց Նարինեն նստած էր Պողոս Ռուբինյանի գրասենյակում, ավելի փոքր, բայց հարմարավետ սենյակում, որտեղ դարակները լի էին մարդկանց կառավարման մասին գրքերով, իսկ պատերին մոտիվացիոն նկարներ էին։ Պողոսը սուրճ հյուրասիրեց հասարակ բաժակներով, նստեց իր սեղանի հետում, ձեռքերը միահյուսած փայտե մակերեսին։ Ինչով կարող եմ օգնել ձեզ, Նարինե։ Նարինեն խորը շունչ քաշեց։ Ես ուզում եմ ամեն ինչ իմանալ այս ընկերության աշխատակիցների մասին։ Ոչ միայն գործադիրների, այլ բոլորի։ Հավաքարարների, տեխնիկական անձնակազմի, անվտանգության, ընդունարանների։ Ես ուզում եմ իմանալ, թե ովքեր են նրանք, որքան են վաստակում, որքան ժամանակ են այստեղ աշխատում։ Պողոսը բարձրացրեց հոնքերը, զարմացած, բայց ակնհայտորեն գոհ։ Ես կարող եմ ամբողջական հաշվետվություններ պատրաստել։ Մի քանի օր կպահանջվի։ Ուրեմն այսօրվանից սկսեք, ասաց Նարինեն։ Եվ Պողոս, ինձ մի լավություն է պետք։ Պետք է զգույշ լինեք։ Այս ընկերությունում մարդիկ կան, որոնք չեն ուզում, որ ես հաջողության հասնեմ։ Պողոսը դանդաղ գլխով արեց։ Հասկանում եմ։ Եվ կարող եմ ասել, Նարինե, որ հիանում եմ ձեր արածով։ Պարոն Ալբերտը միշտ ուզում էր, որ մենք ավելի շատ ուշադրություն դարձնենք ցածր օղակի աշխատակիցներին, բայց միշտ դիմադրություն կար գործադիրների կողմից։ Ասում էին, որ դա ռեսուրսների վատնում է։ Այն մարդկանց գնահատելը, ովքեր իրականում աշխատանքն են անում, վատնում չէ, ասաց Նարինեն։ Եվ Պողոս, մեկ բան։ Կամիլա Սոսյանը, վարչական օգնականը։ Պատմեք ինձ նրա մասին։ Պողոսը ժպտաց։ Կամիլան բացառիկ է։ Մեր ունեցած լավագույն աշխատակիցներից մեկը։ Ճշտապահ, նվիրված, չափազանց իրավասու։ Վերջին 2 տարում 3 անգամ պաշտոնի բարձրացման է դիմել, բայց միշտ մերժվել է։ Ո՞ն կողմից։ Միքայելի Հելենայի։ Պնդում են, որ նա անհրաժեշտ փորձ չունի, բայց իրականում դա այն պատճառով է, որ նա նրանց սոցիալական շրջապատի մաս չի կազմում։ Նույն ռեստորանները չի հաճախում, նույն թանկարժեք մասնավոր համալսարանները չի ավարտել։
Նարինեն զգաց, թե ինչպես է զայրույթը նորից բարձրանում, բայց այն ուղղորդեց դեպի վճռականություն։ Դա կփոխվի, Պողոս։ Այսուհետ պաշտոնի բարձրացումները հիմնված կլինեն արժանիքների, ոչ թե ծանոթությունների վրա։ Պողոսն առաջ հակվեց, աչքերը փայլում էին մի բանից, որը կարծես հույս լիներ։ Դուք գիտեք, որ շատ դիմադրության եք հանդիպելու, այնպես չէ։ Ոչ միայն Միքայելից, Հելենայից Գագիկից, այլ մի ամբողջ մշակույթից, որը տասնամյակներով արմատացած է այս ընկերությունում։ Գիտեմ։ Բայց պարոն Ալբերտն ինձ այս ընկերությունը չի տվել, սպասելով, որ ես ամեն ինչ նույնը կպահեմ։ Նա փոփոխություն էր ուզում։ Եվ ես դա կտամ նրան, ինչ էլ որ արժենա։ Նրանք առավոտն անցկացրին փաստաթղթեր ուսումնասիրելով, Պողոսը բացատրում էր կազմակերպչական կառուցվածքները, տարբեր բաժինները, հիերարխիաները։ Նարինեն ամեն ինչ ներծում էր սպունգի պես, նշումներ անելով տնից բերած հին տետրում։ Շատ տեղեկություն էր, բարդ երբեմն հակասական, բայց նա վճռական էր հասկանալու։ Կեսօրին մոտ Կամիլան թակեց Պողոսի գրասենյակի դուռը։ Տիկին Նարինե, մի րոպե ունեք։ Իհարկե, Կամիլա։ Ներս եկեք։ Կամիլան ներս մտավ, ձեռքին թղթապանակ։ Ես որոշ տեղեկություններ եմ գտել, որոնք գուցե օգտակար լինեն։ Վերջին 6 ամիսների հանդիպումների արձանագրությունները, ներառյալ որոշումներ, որոնք կայացվել են առանց ամբողջ խորհրդի հետ խորհրդակցելու։ Եվ ես որոշ ֆինանսական անկանոնություններ եմ գտել պարոն Միքայելի ծախսերի հաշվետվություններում։ Նարինեն վերցրեց թղթապանակը, թերթելով փաստաթղթերը։ Պողոսը մոտեցավ, կարդալով նրա ուսի վրայով։ Նրա աչքերը լայնացան, երբ տեսավ թվերը։ Սա մատնացույց արեց նա մի կոնկրետ տող, գրեթե 200,000-ի ծախս է, նշված որպես գործուղում։ Բայց մանրամասնում չկա, գծված կտրոններ չկան։ Կամիլան գլխով արեց։ Ես 3 նման ծախս եմ գտել վերջին 4 ամսում։ Բոլորը հաստատված վճարված, բոլորն առանց պատշաճ փաստաթղթերի։ Նարինեն դանդաղ փակեց թղթապանակը։ Սա բավարար է ներքին հետաքննության համար։ Պողոսը վարանեց։ Տեխնիկապես, այո։ Բայց Նարինե, եթե այդ ճանապարհով գնաք, դուք բացահայտ պատերազմ եք հայտարարում։ Ուրեմն թող այդպես լինի, հանգիստ ասաց Նարինեն։ Ես թույլ չեմ տա, որ այս ընկերությունից գողանան ոչ այն դեպքում, երբ գիտեմ, որ ազնիվ աշխատակիցներ պայքարում են իրենց հաշիվները վճարելու համար արդար աշխատավարձով, մինչդեռ անազնիվ գործադիրները ռեսուրսներ են շեղում։ Նա երեկոն անցկացրեց Պողոսի Կամիլայի հետ հանդիպումների մեջ, պլանավորելով հաջորդ քայլերը։ Որոշեցին, որ նախ կանցկացնեն Միքայելի, Հելենայի Գագիկի ուղիղ վերահսկողության տակ գտնվող բաժինների ամբողջական աուդիտ։ Հետո արդյունքների հիման վրա կձեռնարկեն համապատասխան գործողություններ։ Երբ Նարինեն երեկոյան ժամը 5-ին դուրս եկավ շենքից, իրեն հոգնած, բայց տարօրինակ կերպով եռանդուն էր զգում։ Նա հիմա ծրագիր ուներ, հետելու ճանապարհ։ Հեշտ չէր լինելու, անշուշտ ավելի շատ դիմադրության կհանդիպեր, բայց գոնե գործում էր, կոնկրետ բան էր անում, հարգելու այն վստահությունը, որը Ալբերտը դրել էր իր վրա։ Տուն վերադառնալիս ավտոբուսում նա պատուհանից նայում էր քաղաքին, որն այժմ այլ կերպ էր թվում։ Դեռ նույն Երանն էր, իր բարձր շենքերով, խցանված փողոցներով, հարստության աղքատության քաոսային խառնուրդով։ Բայց Նարինեն նրան նայում էր նոր աչքերով, աճող գիտակցությամբ, որ նա հիմա իշխանություն ուներ, իրական իշխանություն, փոփոխություն մտցնելու իրական մարդկանց կյանքում։ Երբ տուն հասավ, գտավ Լոնին հյուրասենյակում, տնային աշխատանք անելիս։ Նա բարձրացրեց հայացքը, երբ մայրը ներս մտավ։ Օրդ ինչպես անցավ, մամ։ Նարինեն նստեց նրա կողքին բազմոցին, հանեց կոշիկները, մերսեց ցավացող ոտքերը։ Արդյունավետ էր։ Իսկ քոնը։ Ինչպես ես քեզ զգում։ Ավելի լավ։ Տատիկը անհավանական ճաշ էր պատրաստել։ Եվ նայի սա, նա ցույց տվեց մի թուղթ։ Վերջին եռամսյակի գնահատականներս։ Միայն բարձր գնահատականներ։ Նարինեն վերցրեց թուղթը, զգալով, թե ինչպես է հպարտությունը լցնում կուրծքը։ Ես այնքան հպարտ եմ քեզնով, տղաս։ Նա նայեց Լոնին, իր որդուն, որն այնքան արագ էր մեծանում, որն այնքան շատ էր սովորում, չնայած բոլոր դժվարություններին, որը երբեք չէր բողոքում, չնայած տեսնելով, թե ինչպես է ինքն աշխատում մինչ ուժասպառ լինելը։ Եվ նա լուր խոստում տվեց։
Կօգտագործի այն իշխանությունը, որը Ալբերտը տվել էր իրեն ոչ միայն նրան հարգելու, այլ իր որդու համար ավելի լավ աշխարհ ստեղծելու համար, մի աշխարհ, որտեղ իրենց նման մարդկանց այլևս չեն դատի իրենց հագած հագուստով կամ ապրած թաղամասով, այլ իրենց բնավորության բովանդակությամբ։ Ճակատամարտը նոր էր սկսվում, բայց Նարինեն պատրաստ էր։ Եվ այս անգամ նա մենակ չէր պայքարելու։ Գլուխ 4-2 շաբաթ անցավ այն առաջին պայթյունավտանգ հանդիպումից։ 2 շաբաթ, որի ընթացքում Նարինեն խորասուզվեց ընկերության մանրամասների մեջ, մինչ ուշ գիշեր ուսումնասիրում էր հաշվետվությունները, տալիս հարցեր, որոնց Պողոսն ու Կամիլան անսահման համբերությամբ պատասխանում էին։ 2 շաբաթ, որի ընթացքում Միքայելն ու իր դաշնակիցները նուրբ խոչընդոտներ էին ստեղծում, հետաձգում հանդիպումները, թաքցնում կարևոր տեղեկություններ, աշխատակիցների շրջանում լուրեր տարածում նոր սեփականատիրոջ անիրավասության մասին։ Բայց Նարինեն այլևս մենակ չէր։ Պողոսը գաղտնի կերպով ներքին աուդիտի թիմ էր հավաքել, որը վերանայում էր վերջին 2 տարվա յուրաքանչյուր կասկածելի ծախս։ Կամիլան համակարգում էր ամեն ինչ, համադրում տվյալները, բացահայտում օրինաչափությունները, կառուցում ամուր անհերքելի գործ։ Իսկ Բեատրիսը, ներքին հաղորդակցության մենեջերը, սկսում էր փոփոխությունների սերմեր ցանել, զրուցելով բոլոր մակարդակների աշխատակիցների հետ, լսելով նրանց անհանգստությունները, նրանց հույսերը։ Ուրբաթ առավոտ էր, երբ Նարինեն հասավ շենք հագին մի համադրություն, որը Բեատրիսն էր օգնել ընտրել, մուգ կապույտ բլեյզեր սպիտակ բլուզի վրայից դասական տաբատ, դեռ պարզ, բայց ավելի համապատասխան կորպորատիվ միջավայրին։ Նրա կոշիկները նոր էին, գնված առաջին կանխավճարով, որը փաստաբաններն էին տրամադրել։ Թանկ չէին, բայց հարմարավետ էին տեղին։ Երբ անցավ ընդունարանով, նկատեց, որ Արմինեն այլևս այնտեղ չէր։ Նրա փոխարեն ավելի տարեց մի կին էր, մոտ 50 տարեկան, մոխրագույն մազերով ջերմ ժպիտով։ Նա ոտքի կանգնեց, երբ տեսավ Նարինեին։ Բարդ ձեզ, տիկին Սարգսյան։ Ես Կլարիսն եմ, նոր ընդունարանի աշխատակցուհին։ Հաճելի է ծանոթանալ։ Նարինեն ժպտաց, նկատելով վերաբերմունքի տարբերությունը։ Ինձ համար էլ, Կլարիս։ Վերելակում, մինչ բարձրանում էր 40-րդ հարկ, Նարինեն մտովի վերանայեց օրվա ծրագիրը։ Նա տնօրենների խորհրդի արտահերթ նիստ էր հրավիրել ժամը 10-ին։ Բոլոր գլխավոր գործադիրները ներկա էին լինելու, ներառյալ Միքայելը, Հելենան, Գագիկը։ Եվ այս անգամ նա էր վերահսկելու պատմությունը։ Վալերիան նրան դիմավորեց արդեն պատրաստ սուրճով, ճիշտ այնպես, ինչպես Նարինեն սիրում էր, ընդամենը մի փոքր շաքարով։ Ամեն ինչ պատրաստ է հանդիպման համար, տիկին Նարինե։ Փաստաբաններն արդեն հասել են, սպասում են սենյակում։ Նարինեն գլխով արեց, մի կում սուրճ խմելով։ Նրանք ինչպե՞ս են։ Միքայելը տեսանելիորեն զայրացած է։ Հելենան փորձում է հանգստություն պահպանել, բայց երում է, որ նյարդայնացած է։ Գագիկը լուռ է, ամեն ինչ դիտում է։ Իսկ մնացած տնօրենները։ Պողոսը, Կամիլան, Բեատրիսն արդեն այնտեղ են։ Բացի այդ, բաժինների մյուս տնօրենները, որոնց դուք հրավիրել եք։ Նարինեն վերջացրեց սուրճը, բաժակը թողեց Վալերիայի սեղանին, ուղղվեց դեպի նիստերի դահլիճ։ Երբ բացեց կրկնակի դռները, նրան դիմավորեց իր ուղղությամբ շրջված դեմքերի ծովը։ Սենյակն ավելի լիքն էր, քան նախորդ անգամ։ Բացի գլխավոր գործադիրներից, կային 6 հոգի, որոնց նա հատուկ հրավիրել էր, ընկերության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ։ Նա զբաղեցրեց իր տեղը սեղանի գլխին, նույն տեղը, որտեղ սովորաբար նստում էր Ալբերտը։ Մի պահ զգաց այդ աթոռի, այդ դիրքի, այդ պատասխանատվության ծանրությունը։ Բայց հետո հիշեց նրա խոսքերը ձայնագրության մեջ, իրեն վստահելու, իր բարությանն ու բնավորությանը հավատալու մասին։ Խորը շունչ քաշեց, սկսեց. Բարդ ձեզ բոլորիդ։ Շնորհակալություն ներկայանալու համար։ Գիտեմ, որ այս հանդիպումը հրավիրվել է կարճ ժամանակում, բայց կան հրատապ հարցեր, որոնք պետք է քննարկենք։ Միքայելն առաջ հակվեց, արմունկները սեղանին, դեմքին վատ թաքցրած արամարանքի արտահայտություն։ Հրատապ հարցեր։ Թե արժեքների բարության մասին հերթական խմբային թերապիայի սեանս։ Սենյակում մի քանի նյարդային ծիծաղ հնչեց։ Նարինեն չարձագանքեց, պարզապես սպասեց, մինչ լռությունը վերականգնվի։ Երբ բոլորը նորից լուռ էին, նա շարունակեց. Վերջին 2 շաբաթվա ընթացքում ես այս ընկերության գործունեության լայնածավալ վերանայում եմ անցկացրել։ Ինձ օգնել են իրավասու նվիրված մարդիկ, նա նայեց Պողոսին, Կամիլային, Բեատրիսին, որոնք ի նշան ճանաչման գլխով արեցին։
Եվ ես բացահայտել եմ բաներ, որոնք ինձ խորապես անհանգստացնում են։ Հելենան խաչեց ձեռքերը։ Եվ կոնկրետ ինչ եք բացահայտել։ Որ մենք շահութաբեր հաջողակ ընկերություն ունենք։ Ես բացահայտել եմ, հանգիստ ասաց Նարինեն, որ կա չհիմնավորված ծախսերի համակարգված օրինաչափություն, աշխատանքի ընդունման պաշտոնի բարձրացման գործընթացներում խնամություն, ցածր հիերարխիկ մակարդակների աշխատակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մշակույթ, որը սահմանակից է չարաշահմանը։ Հաջորդած լռությունը լարված էր։ Միքայելը գկոցեց աչքերը։ Սրանք շատ լուրջ մեղադրանքներ են։ Հուսով եմ, ապացույցներ ունեք այս ծիծաղելի պնդումները հիմնավորելու համար։ Ունեմ, հաստատեց Նարինեն։ Ֆերդինանդ, խնդրում եմ։ Ֆերդինանդ Քոչարյանը ոտքի կանգնեց, բացեց իր պայուսակը, փաստաթղթեր բաժանեց սեղանի շուրջ։ Սրանք վերջին 18 ամիսների ծախսերի գրանցումներն են։ Մասնավորապես ծախսեր, որոնք նշված են որպես գործուղումներ գործառնական ծախսեր, բայց որոնք զուրկ են որևէ պատշաճ հաստատող փաստաթղթերից։ Հելենան վերցրեց փաստաթղթերից մեկը, աչքերը վազեցին թվերի վրայով։ Սա մշակման սխալ է։ Անընդհատ պատահում է։ Սխալ չէ, միջամտեց Ռիչարդ Մելիքյանը, երկրորդ փաստաբանը։ Սա հետողական օրինաչափություն է։ 2 միլիոնից ավելի կասկածելի ծախսեր, բոլորը հաստատված նույն 3 գործադիրների կողմից։ Նա ուղիղ նայեց Միքայելին, Հելենային Գագիկին։ Միքայելը թուղթը հետ շպրտեց սեղանին։ Սա վհուկների որս է։ Մեզ վարկաբեկելու սիրողական փորձ, որովհետև դուք ձեզ անվստահ եք զգում ձեր դիրքում։ Նարինեն պահպանեց հանգստությունը, թե զգում էր, թե ինչպես է զայրույթը եռում մակերեսի տակ։ Վհուկների որս չէ, երբ փաստերը պարզ են։ Եվ ավելին կա։ Պողոս, կարող եք կիսվել ձեր բացահայտումներով աշխատանքի ընդունման գործընթացների վերաբերյալ։ Պողոսը ոտքի կանգնեց, ուղղելով ակնոցները։ Վերջին 3 տարում բոլոր պաշտոնի բարձրացումները ղեկավար կամ ավելի բարձր պաշտոնների համար եղել են շատ որոշակի ժողովրդագրական խմբի մարդկանց համար։ Մարդիկ, ովքեր հաճախում են նույն սոցիալական ակումբները, ովքեր սովորել են նույն թանկարժեք մասնավոր համալսարաններում, ովքեր ապրում են նույն էլիտար թաղամասերում։ Ավելի համեստ ծագում ունեցող որակավորված աշխատակիցները հետողականորեն անտեսվել են, անկախ իրենց կատարողականից։ Հրավիրված տնօրեններից մեկը, Անտոն անունով ավելի տարեց մի տղամարդ, որը ղեկավարում էր ինժեներական բաժինը, առաջին անգամ խոսեց։ Ես կարող եմ դա հաստատել։ Իմ թիմում 3 բացառիկ ինժեներ ունեի, որոնք մի քանի անգամ պաշտոնի բարձրացման էին դիմել։ Բոլորը մերժվել են, միշտ անորոշ հիմնավորումներով։ Մինչդեռ ավելի քիչ որակավորված, բայց ճիշտ կապեր ունեցող մարդիկ նրանց փոխարեն են առաջ քաշվել։ Գագիկը վերջապես խոսեց, ձայնը զուսպ էր, բայց սուր ելեջով։ Եվ կոնկրետ ինչ եք առաջարկում անել դրա հետ, Նարինե։ Բոլորիս աշխատանքից հանել, որովհետև մենք ձեր սոցիալական արդարության քաղաքականությունը չենք հավանում։ Նարինեն ուղիղ նայեց նրան։ Ես ոչ ոքի աշխատանքից չեմ հանի ինձ հետ համաձայն չլինելու համար։ Բայց ես կհանեմ ցանկացած մարդու, ով չարաշահել է իր դիրքը սեփական շահի համար, ով շեղել է ընկերության ռեսուրսները, կամ ով ստեղծել է խտրականության վրա հիմնված թունավոր աշխատանքային միջավայր։ Նա ոտքի կանգնեց, վերցնելով մի թղթապանակ, որը Պողոսն էր պատրաստել։ Միքայել Ֆիդանյան, որպես գլխավոր տնօրեն, դուք հաստատել եք 800,000-ից ավելի ծախսեր, առանց պատշաճ փաստաթղթերի։ Դուք նա համակարգված կերպով արգելափակել եք որակավորված աշխատակիցների պաշտոնի բարձրացումները, ովքեր ձեր սոցիալական շրջապատի մաս չեն կազմել։ Եվ ըստ բազմաթիվ հաղորդումների, որոնք ես հավաքել եմ վերջին շաբաթներին, դուք ստեղծել եք մի միջավայր, որտեղ ենթակաները վախենում են գաղափարներ առաջ քաշել կամ որոշումները կասկածի տակ դնել, վրեժխնդրության վախից։ Միքայելը կտրուկ ոտքի կանգնեց, դեմքը կարմրած զայրույթից։ Դուք չեք կարող ինձ աշխատանքից հանել։ Ես 15 տարի աշխատում եմ այս ընկերությունում։ Ես եմ կառուցել այն կապերի կեսը, որոնք այս բիզնեսը պահում են։ Եվ այնուամենայնիվ, հանգիստ ասաց Նարինեն, դուք նա կառուցել եք վախի խնամիության մշակույթ, որը քայքայում է ընկերությունը ներսից։ Այս պահից ի վեր դուք ազատված եք աշխատանքից։ Դուք կստանաք փոխհատուցում, ձեր պայմանագրով նախատեսվածի համաձայն, բայց պետք է այսօր լքեք շենքը։ Սենյակում ցնցումը շոշափելի էր։ Հելենան գունատվել էր, ձեռքերը սեղմում էին աթոռի թերը։
Գագիկը նայում էր Նարինեին մի արտահայտությամբ, որը խառնուրդ էր զարմանքի մի բանի, որը կարող էր լինել դժկամ հարգանք։ Միքայելը դողացող մատը թափահարեց Նարինեի ուղղությամբ։ Դուք դրա համար կզղջաք։ Ես ձեզ դատի կտամ, կկործանեմ ձեր հեղինակությունը, կապահովեմ, որ ձեզ երբեք լուրջ չընդունեն այս ոլորտում։ Կարող եք փորձել, պատասխանեց Նարինեն, ձայնը հաստատուն։ Բայց դա փաստերը չի փոխի։ Ձեր վարքագիծն անընդունելի էր, ես թույլ չեմ տա, որ դա շարունակվի։ Երկու անվտանգության աշխատակից ներս մտան սենյակ, գաղտնի կանչված Վալերիայի կողմից։ Միքայելը նրանց նայեց վրդովմունքով, հետո շրջվեց դեպի Նարինեն մաքուր ատելությամբ աչքերում։ Դուք ոչինչ եք, թքեց նա խոսքերը։ Հավաքարար, որը ծածնում է, թե գործադիր է։ Դուք ձախողվելու եք, երբ ձախողվեք, ես այնտեղ կլինեմ ծիծաղելու համար։ Նա դուրս եկավ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ, նրա ծանր քայլերն արձագանքեցին միջանցքում։ Երբ դուռը փակվեց, Նարինեն շրջվեց դեպի Հելենան։ Հելենա Կարապետյան, դուք նույնպես հաստատել եք կասկածելի ծախսեր, ակտիվորեն մասնակցել եք խտրական աշխատանքի ընդունման պրակտիկաներին։ Բացի այդ, բազմաթիվ աշխատակիցներ հայտնել են, որ դուք նվաստացուցիչ մեկնաբանություններ եք արել ավելի համեստ ծագում ունեցող գործընկերների մասին, ստեղծելով թշնամական միջավայր։ Հելենան ոտքի կանգնեց, փորձելով պահպանել արժանապատվությունը։ Ես ինքս կհեռանամ, նախքան դուք այդ բավարարությունը կստանաք։ Եվ կարող եք վստահ լինել, որ իմ փաստաբանները կլսեն այս մասին։ Նրանք կարող են կապվել մեր փաստաբանների հետ, ասաց Նարինեն։ Բայց փաստերը նույնն են մնում։ Հելենան դուրս եկավ ոչ այնքան դրամատիկ, որքան Միքայելը, բայց զսպված կատաղության արտահայտությամբ, որը շատ բան էր ասում։ Նարինեն նայեց Գագիկին, որը դեռ նստած էր, ուշադիր հետելով ամեն ինչին։ Գագիկ Նավասարդյան, սկսեց նա։ Նա ձեռքը բարձրացրեց։ Ես գիտեմ։ Ես մասնակցել եմ նույն պրակտիկաներին, հաստատել եմ նույն ծախսերը։ Եթե ինձ աշխատանքից հանելու եք, արեք դա շուտ։ Նարինեն մի պահ ուսումնասիրեց նրան։ Նրա գործողությունների վերլուծությունները հետաքրքիր բան էին ցույց տվել։ Դուք ավելի քիչ կասկածելի ծախսեր եք հաստատել, քան Միքայելն ու Հելենան։ Եվ երբ ես զրուցեցի ձեր բաժնի աշխատակիցների հետ, թե շատերը բողոքում էին ընկերության ընդհանուր մշակույթից, ոչ ոք կոնկրետ ձեզնից չի բողոքել։ Գագիկը գիտեց հոնքերը, ակնհայտորեն սրան չսպասելով։ Ինչ եք ասում։ Ես ասում եմ, որ դուք հետել եք ձեզնից վեր գտնվող ղեկավարության օրինակին։ Ես չեմ ասում, որ դա ձեզ լիովին արդարացնում է, բայց ես պատրաստ եմ ձեզ հնարավորություն տալ։ Միակ հնարավորությունը։ Շարունակեք ձեր պաշտոնում, բայց սերտ վերահսկողության տակ։ Եվ ես ուզում եմ, որ դուք լինեք այն մշակութային փոփոխության մասը, որը մենք իրականացնում ենք։ Ցույց տվեք ինձ, որ կարող եք ավելի լավը լինել։ Գագիկը երկար լուռ մնաց, մարսելով։ Վերջապես, դանդաղ գլխով արեց։ Հասկանում եմ։ Եվ ընդունում եմ։ Նարինեն նորից նստեց, աշխատանքից ազատումների ծանրությունը նստեց նրա վրա։ Բայց ավելին կար անելու։ Նա նայեց Կամիլային, որը նստած էր սեղանի ավելի հեռու ծայրին, աչքերը լայն բացված, հետելով ամեն ինչի զարգացմանը։ Կամիլա Սոսյան, ասաց Նարինեն, երիտասարդ կինն անմիջապես ուղղվեց։ Վերջին տարիներին դուք ցուցաբերել եք բացառիկ նվիրվածություն, իրավասություն, ազնվություն։ Ձեզ բազմիցս անտեսել են պաշտոնի բարձրացման համար, չնայած ձեր որակավորումներին։ Դա այսօր ավարտվում է։ Ես ձեզ նշանակում եմ գործառնությունների նոր մենեջեր, փոխարինելով Գագիկին, որը կտեղափոխվի մեկ այլ բաժին, որտեղ մենք կկարողանանք ավելի լավ գնահատել նրա կատարողականը։ Կամիլայի բերանը բաց մնաց, արցունքներն անմիջապես հայտնվեցին աչքերում։ Ես չգիտեմ ինչ ասել։ Ասա, որ ընդունում ես, ժպտաց Նարինեն։ Ես ընդունում եմ։ Իհարկե, ընդունում եմ։ Եվ երդվում եմ, որ ձեզ չեմ հիասթափեցնի։ Պողոսն առաջ հակվեց ինչ-որ բան շշնջաց Կամիլային, որը եռանդուն գլխով արեց։ Նարինեն շարունակեց, այժմ դիմելով ամբողջ սենյակին։ Այն փոփոխությունները, որոնք ես այսօր իրականացնում եմ, միայն սկիզբն են։ Առաջիկա շաբաթներին մենք կվերանայենք աշխատանքի ընդունման պաշտոնի բարձրացման բոլոր գործընթացները, ապահովելով, որ դրանք հիմնված լինեն արժանինքների, ոչ թե կապերի վրա։ Մենք կիրականացնենք վերապատրաստման զարգացման ծրագրեր բոլոր մակարդակների աշխատակիցների համար։
Մենք կստեղծենք անվտանգ ուղիներ, որպեսզի ցանկացած աշխատակից կարողանա հայտնել անհանգստությունների մասին առանց վրեժխնդրության վախի։ Եվ մենք կփոխենք այս ընկերության մշակույթը, էլիտիզմի ամբարտավանության վրա հիմնվածից դարձնելով հարգանքի արժանապատվության վրա հիմնված։ Անտոնը, ինժեներական բաժնի տնօրենը, դանդաղ ծափ տվեց։ Ժամանակն էր, որ ինչ-որ մեկը դա աներ։ Դուք իմ լիակատար աջակցությունն ունեք։ Մյուս տնօրենները հավանության մրմունջներ արտաբերեցին։ Դա միաձայն չէր, Նարինեն կարող էր դիմադրություն տեսնել ոմանց աչքերում, բայց դա սկիզբ էր։ Եվս մեկ բան, ասաց Նարինեն։ Ես ուզում եմ ավելի բարձր նվազագույն աշխատավարձ սահմանել ընկերության բոլոր աշխատակիցների համար։ Անընդունելի է, որ մարդիկ, ովքեր շաբաթական 40 ժամ աշխատում են, հազիվ կարողանան վճարել իրենց հաշիվները։ Պողոսը ժպտաց։ Ես արդեն հաշվարկները պատրաստել եմ։ Դա ֆինանսապես իրագործելի է, մենք դեռ կպահպանենք առողջ շահույթի մարժաներ։ Ֆերդինանդը ոտքի կանգնեց։ Եթե այլ բան չկա, ես կսկսեմ պատրաստել այսօր քննարկված փոփոխությունների համար բոլոր իրավական փաստաթղթերը։ Պարոն Գագիկ, դուք պետք է մի քանի փաստաթուղթ ստորագրեք ձեր նոր պաշտոնի վերաբերյալ։ Հանդիպումն ավարտվեց, մարդիկ սկսեցին դուրս գալ։ Կամիլան մոտեցավ Նարինեին, արցունքները դեռ հոսում էին դեմքով։ Չգիտեմ ինչպես շնորհակալություն հայտնել։ Դուք այսօր փոխեցիք իմ կյանքը։ Նարինեն գրկեց երիտասարդ կնոջը։ Դուք արժանի եք, Կամիլա։ Եվ դուք բացառիկ աշխատանք եք կատարելու։ Երբ բոլորը դուրս եկան, Նարինեն մի քանի րոպե մենակ մնաց սենյակում, պատուհանից նայելով Երանին։ Քաղաքը շարունակում էր իր կատաղի պարը ներքում, անտարբեր այն դրամաներին, որոնք ծավալվում էին նրա երկնաքերերում։ Բայց Նարինեի համար հիմնարար մի բան էր փոխվել։ Նա օգտագործել էր իր իշխանությունը, իր նոր անսպասելի իշխանությունը, ոչ թե մանր վրեժխնդրության, այլ արդարություն ստեղծելու համար։ Հեշտ չէր եղել, անշուշտ դեռ չէր ավարտվել, բայց դա կարևոր քայլ էր։ Հեռախոսը զանգեց։ Լոնն էր։ Մամ, անալիզների պատասխանները եկել են։ Նարինեն զգաց, թե ինչպես սիրտը սկսեց արագ բաբախել։ Եվ սակավարյունություն ունեմ։ Բժիշկն ասաց, որ վատ սննդակարգի պատճառով է։ Պետք է ավելի լավ սնվեմ մի քանի հավելումներ ընդունեմ։ Լուրջ բան չկա։ Թեթացումը ալիքի պես պատեց նրան։ Դա հիանալի է, տղաս։ Մենք դրա մասին հոգ կտանենք։ Ես կգնեմ այն ամենը, ինչ քեզ պետք է։ Երբ անջատեց, Նարինեն զգաց թեթացման արցունքներ, որոնք հոսում էին դեմքով։ Լոնը լավ էր։ Լավ էր լինելու։ Եվ հիմա նա միջոցներ ուներ ապահովելու, որ նա ունենա պատշաճ սնուցում, անհրաժեշտ բժշկական խնամք, այն ամենը, ինչին նա արժանի էր։ Հաջորդ շաբաթները գործունեության հորցանուտ էին։ Նարինեն խորհրդատուներ վարձեց, օգնելու իրեն ավելի լավ հասկանալ ընկերության գործունեությունը։ Իրականացրեց խոստացված փոփոխությունները, որոշ ոլորտներում դիմադրության հանդիպելով, բայց մյուսներում խանդավառ աջակցություն գտնելով։ Նրա գործողությունների մասին լուրը արագ տարածվեց, ինչպես ընկերության ներսում, այնպես էլ դրսում։ Լրատվամիջոցները բռնեցին պատմությունը։ Հավաքարարը, որը ժառանգել է կայսրություն, անմիջապես սկսել է այն վերափոխել։ Ոմանք նրան հերոս էին անվանում, մյուսները՝ միամիտ իդեալիստ։ Բայց Նարինեին չէին հետաքրքրում արտաքին կարծիքները։ Նրան հետաքրքրում էր միայն ճիշտը անելը։ Աշխատանքից ազատումներից մեկ ամիս անց Նարինեն իր նոր գրասենյակում էր, ավելի փոքր սենյակ, քան այն, որն օգտագործում էր Միքայելը, բայց քաղաքի նույն հիասքանչ տեսարանով, երբ Կլարիսը, նոր ընդունարանի աշխատակցուհին, նրան կանչեց ինտերկոմով։ Տիկին Նարինե, այստեղ մեկը կա ձեզ տեսնելու։ Ասում է, որ բիզնես դպրոցից է։ Նարինեն գիտեց հոնքերը, բայց ասաց, որ թող ներս գա։ Միջին տարիքի մի տղամարդ, մոխրագույն մորուքով ընթերցանության ակնոցներով, ներս մտավ, մեկնելով ձեռքը։ Տիկին Սարգսյան, ես պրոֆեսոր Հենրիկ Մորայեսն եմ, Հայաստանի ամերիկյան համալսարանից։ Ես մեծ հետաքրքրությամբ եմ հետել ձեր պատմությանը։ Կցանկանայի ձեզ հրավիրել մեր ուսանողների համար խոսելու էթիկական առաջնորդության մասին։ Նարինեն ծիծաղեց, անկեղծորեն զարմացած։ Պրոֆեսոր, ես հազիվ եմ ավագ դպրոցն ավարտել։ Ես որակավորում չունեմ համալսարանում դասավանդելու համար։ Ամբողջ հարգանքով մեղմորեն ասաց նա, դուք ունեք մի բան, որը մեր ուսանողներից շատերը երբեք չեն ունենա, անկախ նրանից, թե քանի դիպլոմ կկուտակեն։
Դուք ունեք կյանքի իրական փորձ, անկեղծ կարեկցանք, բարոյական քաջություն։ Սրանք են այն որակները, որոնք մենք պետք է զարգացնենք առաջնորդների հաջորդ սերնդի մեջ։ Նարինեն մտածեց։ Ի վերջո, համաձայնեց։ Եթե իր պատմությունը, իր անհավանական ճանապարհը հավաքարարից մինչ կորպորացիայի սեփականատեր կարող էր ոգեշնչել ուրիշներին, ուրեմն արժեր կիսվել դրանով։ Առաջին փոփոխություններից 3 ամիս անց Նարինեն աշխատակիցների ընդհանուր ժողով հրավիրեց։ Նա վարձեց մի մեծ դահլիճ, որը բավականաչափ մեծ էր բոլորին տեղավորելու համար, գործադիրներից մինչ հավաքարարներ։ Երբ բարձրացավ բեմ, նայելով այդ դեմքերի ծովին, զգաց նույն թիթեռները ստամոքսում, որոնք զգացել էր տնօրենների խորհրդի հետ իր առաջին հանդիպմանը։ Բայց այս անգամ այլ էր։ Այս անգամ հանդիսատեսի մեջ ժպտացող դեմքեր կային։ Մարդկանց աչքերում հույս կար։ Բարձ ես բոլորիդ, սկսեց նա, ձայնը ուժեղացված բարձրախոսներով։ Գիտեմ, որ վերջին ամիսները խառնաշփոթ էին։ Փոփոխությունները միշտ դժվար են, հատկապես այնպիսի արմատական փոփոխությունները, ինչպիսիք մենք իրականացրինք։ Բայց ես ուզում եմ ձեզ հետ կիսվել, թե ինչու էին այդ փոփոխություններն անհրաժեշտ։ Նա պատմեց իր պատմությունը։ Ոչ բոլոր մանրամասները, բայց բավականաչափ։ Խոսեց հավաքարար աշխատելու, Ալբերտին մայթին գտնելու, իր կյանքը փոխած այցելությունների մասին։ Խոսեց նրան ժառանգորդ թողնելու նրա որոշման այն պատասխանատվության ծանրության մասին, որը դա բերեց։ Պարոն Ալբերտն ինձ չընտրեց, որովհետև ես տեխնիկապես ամենաորակավորված մարդն էի, ասաց նա։ Նա ինձ ընտրեց, որովհետև իմ մեջ տեսավ մի բան, որի պակասը զգում էր կորպորատիվ աշխարհում։ Տեսավ մեկին, ով բոլորին վերաբերվում էր արժանապատվությամբ, անկախ նրանց դիրքից կամ կարգավիճակից։ Եվ նա ուզում էր, որ այս ընկերությունն արտացոլի այդ արժեքները։ Նա դադար տվեց, թողնելով, որ խոսքերը տեղ հասնեն։ Հետո շարունակեց. Վերջին ամիսներին մենք զգալի փոփոխություններ ենք կատարել։ Աշխատանքից հանել ենք գործադիրների, ովքեր չարաշահում էին իրենց դիրքերը։ Պաշտոնի ենք բարձրացրել աշխատակիցների, հիմնվելով արժանինքների, ոչ թե կապերի վրա։ Բարձրացրել ենք աշխատավարձերը։ Ստեղծել ենք զարգացման ծրագրեր։ Եվ ստեղծել ենք ուղիներ, որպեսզի դուք, բոլորդ, կարողանաք ձայն ունենալ։ Նա մատնացույց արեց հանդիսատեսին։ Բայց այս փոփոխությունները ոչինչ չեն նշանակի, եթե մենք ամեն օր հավատարիմ չմնանք դրանց։ Ես կատարյալ չեմ։ Ես սխալներ եմ անելու։ Բայց ես ձեզ խոստանում եմ, որ միշտ կփորձեմ անել այն, ինչ ճիշտ է, որ միշտ կգնահատեմ մարդկանց շահույթից վեր, որ միշտ կհիշեմ, թե որտեղից եմ եկել։ Ծափահարությունները սկսվեցին դանդաղ, մի քանի աշխատակիցներ ծափահարեցին, հետո տարածվեցին սենյակով ալիքի պես, աճելով մինչ խլացուցիչ դառնալը։ Նարինեն արցունքներ տեսավ շատ դեմքերի վրա, ժպիտներ մյուսների։ Տեսավ հույս, դա ամեն ինչ արժեր։ Ժողովից հետո Նարինեին մոտեցան տասնյակ աշխատակիցներ, յուրաքանչյուրն ուզում էր կիսվել մի պատմությամբ, երախտագիտություն հայտնել, պարզապես սեղմել նրա ձեռքը։ Նրանց թվում էր մի տարեց կին, մոտ 60 տարեկան, հավաքարարների կապույտ համազգեստով։ Տիկին Նարինե, ասաց նա ամաչկոտ, ես տիկին Ռոզան եմ։ Ես 20 տարի է, այստեղ եմ աշխատում, մաքրում եմ զուգարաններ, գրասենյակներ։ Նարինեն վերցրեց նրա ձեռքերը։ Ողջույն, տիկին Ռոզա։ Շնորհակալություն ձեր աշխատանքի համար։ Տիկին Ռոզայի աչքերը լցվեցին արցունքներով։ Ոչ ոք ինձ երբեք շնորհակալություն չի հայտնել։ Ոչ ոք ինձ երբեք չի տեսել։ Բայց այսօր, 20 տարվա մեջ առաջին անգամ, ես զգում եմ, որ կարոր եմ։ Նարինեն գրկեց նրան, իր սեփական արցունքներն այժմ ազատ հոսում էին։ Դուք միշտ կարոր եք եղել, տիկին Ռոզա։ Միշտ։ Այդ գիշեր, երբ Նարինեն վերջապես տուն հասավ, գտավ Լոնին տիկին Սոնային սպասելիս հյուրասենյակում։ Նրանք հատուկ ընթրիք էին պատրաստել, տորթ, մոմերով։ Նրա ծննդյան օրն էր, Նարինեն ամբողջովին մոռացել էր այս ամբողջ իրարանցման մեջ։ Ծնունդդ շնորհավոր, մամ։ Լոնը ամուր գրկեց նրան։ Տիկին Սոնան, որն այժմ ավելի հեշտ էր շարժվում պատշաճ բժշկական բուժումներից հետո, որոնք վերջապես կարող էին իրենց թույլ տալ, նույնպես գրկեց նրան։ Ես այնքան հպարտ եմ քեզնով, աղջիկս։ Միշտ իմացել եմ, որ դու յուրահատուկ ես։ Նրանք միասին նստեցին, տորթ կերան, զրուցեցին օրվա մասին։ Նարինեն նայեց իր ընտանիքին, սիրո նորմալության այն փոքրիկ կտորին, որը նրան հողի վրա էր պահում, խորը երախտագիտություն զգաց։
Նա այնքան բանի միջով էր անցել, այնքան մարտահրավերների էր դիմակայել, բայց ի վերջո կարողն այնտեղ լինելն էր, այն մարդկանց հետ, ում սիրում էր։ «Մամ», ասաց Լոնը, երբ վերջացրին ուտելը, «ես մի նորություն ունեմ։ Ես համալսարանի համար լրիվ կրթաթոշակ եմ ստացել։ Կարողանալու եմ ինժեներիա սովորել»։ Նարինեն գրկեց նրան, ուրախության արցունքները հոսում էին դեմքով։ «Դա հրաշալի է, տղաս։ Դու այնքան արժանի ես դրան։ Եվ ավելին կա», շարունակեց նա, ժպտալով։ «Ասացին, որ դա Ավետիսյան գրուպ-ի կողմից իրականացվող կրթաթոշակային ծրագրի շնորհիվ է։ Այն ծրագրի, որը դուք ստեղծեցիք»։ Նարինեն կանգ առավ, մարսելով տեղեկությունը։ Կրթաթոշակային ծրագիրը Բեատրիսի գաղափարն էր, անապահով համայնքների երիտասարդների կրթության մեջ ներդրում կատարելու միջոց։ Նարինեն խանդավառությամբ հավանություն էր տվել, բայց երբեք չէր պատկերացրել, որ իր սեփական որդին կօգտվի դրանից։ «Կարծես ամեն ինչ շրջան կազմեց», շշնջաց նա։ Առաջին պայթյունավտանգ հանդիպումից 6 ամիս անց Նարինեն նորից 40-րդ հարկի նիստերի դահլիճում էր։ Բայց այս անգամ այլ էր։ Սեղանը շրջապատված էր տարբեր դեմքերով, փորձառու գործադիրների ընկերության ներսից առաջ քաշված նոր տաղանդների խառնուրդով։ Կամիլան այնտեղ էր, վստահ իր նոր պաշտոնում։ Պողոսը շարունակում էր որպես մարդկային ռեսուրսների տնօրեն, այժմ ընդլայնված թիմով։ Բեատրիսը դարձել էր հաղորդակցության գծով փոխնախագահ։ Եվ կային նոր դեմքեր, տարբեր ծագում ունեցող մարդիկ, ովքեր բերել էին թարմ հեռանկարներ, նորարարական գաղափարներ։ Հանդիպումը եռամսյակի ֆինանսական արդյունքների մասին էր։ Թվերը լավ էին, սպասվածից լավ։ Ընկերությունը ոչ միայն վերապրել էր արմատական փոփոխությունները, այլ բարգավաճում էր։ Պարզվում է, երբ դու աշխատակիցներին վերաբերվում ես արժանապատվությամբ, երբ հնարավորություններ ես տալիս հիմնվելով արժանինքների վրա, երբ ստեղծում ես հարգանքի մշակույթ, մարդիկ ավելի լավ, ավելի երջանիկ, ավելի արդյունավետ են աշխատում։ Ֆերդինանդ Քոչարյանը, որը դեռ հանդես էր գալիս որպես իրավական խորհրդատու, ներկայացրեց թվերը։ «Մենք աճ ենք տեսնում բոլոր ոլորտներում։ Աշխատակիցների բարոյական ոգին տարիների ընթացքում ամենաբարձր կետում է։ Եվ մեր հեղինակությունը շուկայում զգալիորեն բարելավվել է։ Ընկերությունները մեզ են դիմում, գործընկերություն հաստատելու ցանկությամբ, նորավարտ ուսանողները ռեկորդային թվով դիմում են այստեղ աշխատելու համար»։ Նարինեն ժպտաց, զգալով նույն հպարտությունը, որը զգացել էր, երբ Լոնը ցույց էր տվել իր գնահատականները։ Ահա թե ինչ է տեղի ունենում, երբ դու ինչ-որ բան կառուցում ես իրական արժեքների, ոչ թե միայն շահույթի վրա։ Հանդիպումից հետո Նարինենս մեկ անգամ մենակ մնաց սենյակում, իր սովորական ռեժիմով։ Նա նայեց ներքում գտնվող քաղաքին, Երանին, իր ողջ բարդությամբ հակասություններով։ Մտածեց Ալբերտի մասին, թե ինչպես նա կհպարտանար իրականացված փոփոխություններով։ Մտածեց այն անհավանական ճանապարհի մասին, որը նրան բերել էր այստեղ, անտեսանելի հավաքարարից մինչ հարգված առաջնորդ։ Հեռախոսը զանգեց։ Լոնից հաղորդագրություն էր, նրա լուսանկարը համալսարանում առաջին դասի օրը, ժպտում էր նոր համազգեստով, շրջապատված համակուրսեցիներով։ Նարինեն պահպանեց լուսանկարը, սիրտը լցվեց սիրով հպարտությամբ։ Նա նայեց իր արտացոլանքին պատուհանում, տեսնելով ոչ թե անպատշաճ հագուստով անվստահ կնոջ, այլ մեկին, ով գտել էր իր տեղը, իր նպատակը։ Նա դեռ շատ բան ուներ սովորելու, դեռ մարտահրավերների կհանդիպեր, դեռ սխալներ կաներ։ Բայց նա պատրաստ էր։ Նա պատրաստված էր։ Եվ ամենակարևորը, նա հավատարիմ էր ինքն իրեն այն արժեքներին, որոնք Ալբերտը տեսել էր նրա մեջ։ Նարինեն վերցրեց իր պայուսակը, այժմ նոր, բայց պարզ կաշվե պայուսակ, ուղղվեց դեպի դուռը։ Տանը նրան սպասում էր ընթրիք, մի ընտանիք, որը նա սիրում էր, մի նոր կյանք, որը դեռ սովորում էր կառավարել։ Բայց ի տարբերություն ամիսներ առաջ զգացած վախի անորոշության, հիմա նա հույս էր զգում։ Հույս, որ իրական փոփոխությունը հնարավոր է, որ մեկ մարդ կարող է փոփոխություն մտցնել, որ բարությունը թուլություն չէ, այլ ամենամեծ ուժը։ Երանի լույսերը սկսում էին վառվել իջնող գիշերվա մեջ, քաղաքը վերածելով երկրային աստղերի գորգի։ Եվ այնտեղ 40-րդ հարկի բարձունքում Նարինե Սարգսյանը, հավաքարարը, որը դարձավ սեփականատեր, կինը, որը փրկեց մի մարդու ժառանգեց կայսրություն, ժպտաց։ Ճանապարհորդությունն անսպասելի, դժվարին երբեմն ցավոտ էր եղել։ Բայց դա արժեր։ Յուրաքանչյուր արցունք, յուրաքանչյուր բախում, յուրաքանչյուր կասկածի պահ արժեր։ Որովհետև ի վերջո նա ոչ միայն ընկերություն էր ժառանգել։
Նա ժառանգել էր հնարավորություն ապացուցելու, որ մեկ այլ աշխարհ հնարավոր է, որտեղ մարդկանց գնահատում են նրանով, թե ովքեր են, ոչ թե նրանով, թե ինչ ունեն։ Եվ դա մի ժառանգություն էր, որը նա մտադիր էր հարգել իր կյանքի բոլոր օրերին։